Պատգամը, որի մասին ուզում եմ բաժնեկցել այսօր ձեզ հետ, ես այն այսպես եմ վերնագրել. ինչ է ինձ անհրաժեշտ տեսնել, նկատել, երբ մոտենում եմ ծոմին։ Երբ մոտենում եմ ծոմին, ինձ պետք է չնկատել սառնարանը։ Դա նույնպես վերսիա է։ Դա նույնպես վերսիա է, ինձ պետք է չնկատել սառնարանը։ Գիտեք, վաղուց ի վեր մեր եկեղեցին ունի գեղեցիկ սովորություն, կան վատ սովորություններ, որոնցից իրականում պետք է հրաժարվել կյանքում, բայց կան լավ սովորություններ, որոնցից մեկը օրինակ սա է, մեր եկեղեցին ամեն տարի մի քանի անգամ, հանկարծ չմտածեք, այս առաջի անգամն է, որ ծոմ ենք վերցնելու, մի քանի անգամ տարվա մեջ մենք վերցնում ենք ծոմապահություն, սա 7 օրյա է, ունենք 21 օրյա, ունենք մի քանի հատ երրորդյա ծոմապահություն։ Եվ գիտեք ինչն է զարմանալին, օրեր առաջ մեր ծառայողներից մեկի հետ խոսում էի ծոմապահության մասին եւ ասացի, որտեղ է տեսնված այդպիսի բան, որ եկեղեցում ծոմապահություն հայտարանեն եւ մարդիկ ուրախանան։ Երբ հայտարարում ենք ծոմ, բոլորը տխրում են, եթե ոչ ապստամբությամբ բռնվում։ 7 օր չուտեմ չխմեմ, բա ինչ անեմ։ Հեսա կասեմ ինչ անես։ Զբաղմունք եմ քեզ բերել 7 օրվա համար։ 7 օրվա զբաղմունք եմ բերել։ Ուրեմն մենք սիրում ենք ծոմ պահել եւ իրականում ես նայում եմ ծառայողին, որը այդ աչքերը փայլում է եւ այլն, ասում եմ, մենք որտեղ ենք եկել հասել, որ ծոմապահությունը դարձել է մեզ համար օրդություն։ Դարել է դիլիկատես։ Ուզում եմ այսօր, որ որոշները, որ ունեն խնդիրներ ծոմ պահելու եւ չպահելու հետ, դու նույնպես պատասխանես ունենալու։ Այնպես որ զինվիր եւ ես աղոթեցի սկզբից, որ Սուրբ Հոգին հպվի ամեն մեկին, որ այսօրվա պատգամը վերցնի։ Եվ այսպես, կան մարդիկ, որ վերցնում են, բայց կան մարդիկ, որ չեն վերցնում։ Թույլ տուր այսօր ես մի դուռ բացեմ քեզ համար, որի ետևում թաքնված է ճշմարտություն, եւ այդ ճշմարտությունը քեզ շատ պետք է գալու։ Լավ։ Գիտեք, կան մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, դրանց շարքում են առաջին եւ երկրորդ կարգի շաքարային դիաբետները, հիպերտոնիայով տառապող հիվանդները, դա արյան բարձր ճնշումն է։ Բացի դրանից կան նաեւ խորը դեպրեսիա ունեցող մարդիկ, որոնք խմում են մեծ քանակության դեղեր, եւ այդ դեղերը խմելու համար պարտադիր սնունդ պիտի ստանան, մենք երբևիցե ոչ մեկին ոչ համոզել ենք եւ որովհետեւ մեկին չենք ստիպել ծոմ պահել, որովհետեւ տարիներ առաջ Ռուսաստանի եկեղեցիներից, Մոսկվայի եկեղեցիներից մեկում մի դեպք էր գրանցվել, որ ստիպել էին եկեղեցու անդամները շաքարով հիվանդ անձնավորությանը մի քանի օրով ծոմ պահել եւ այդ մարդը կոմայի մեջ ընկավ եւ մահացավ։ Եվ դա ինձ համար դաս եղավ հիշելու, որ երբեք որևէ մեկին, որևէ հարցում ստիպել պետք չէ։ Ավետարանը քարոզվում է, այն քեզ համար է, վերցնես թե չէ։ Որոշողը դու ես, վերցնես թե չէ։ Լավ։ Եվ ինչ նախնդիր է այստեղ, երբ որ առաջ քաշեցի հիվանդության հարցը, Աստված տեսնում է, որ դու ի վիճակի չես ծոմ պահելու, նա սա տեսնում է։ Բայց կա մի հատ ուրիշ մի հատ բայց, որ դու ծոմ չես պահում, որովհետև չես ուզում նեղություն տաս քեզ, որովհետև դու պատրաստ չես որոշ բաներից հրաժարվել, ինչի հետ 24 ժամ կապված ես, ինչը ամեն օր շարժում է քո մոտիվացիան է ինքը, քո այն բանն է, որը դու միշտ ձեռքիդ տակ ունես, որ առավոտ արթնանում ես, ամեն մարդ գիտի, որ առավոտ արթնանում է, ինչ է իր դուրը գալի, մեկն ասում է, ես ուզում եմ ձեռս գցեմ հեռախոսից։ Հետո ով ազանգե։ Սուտ ասում է ով ազանգե։ Ուզում եմ ինչ կա Instagram-ում, ինչ կա Facebook-ում եւ այլն էս կոմենտում։ Այսինքն դա մի բան է, ոնց ծոմապահության ժամանակ չեմ կարա ես անեն։ Տես, նեղվեց, մեջս մի բան նեղվեց։ Էս նեղվեցի որ չեմ կարա անեմ։ Բա էլ ինչ չեմ կարա անեմ։ Սպասիր։ Աստված տեսնում է, որ դու հիվանդ ես, առողջական խնդիրներ ունես, նա սա տեսնում է, բայց նա նաև տեսնում է, որ դու չես ծոմ վերցնում, որովհետև նեղություն չես ուզում քեզ տաս, Աստված սա էլ է տեսնում, այո, շատ լավ, կան մարդիկ, որոնք չեն կարող հրաժարվել սնունդից, լավ, մի հատ ուրիշ կատեգորիա եմ առաջ բերում, մարդկա, որ ասում է, գիտեք, ես իսկի Instagram չունեմ, մի կպեկ է դրան, ոչ Facebook ունեմ, ոչ ուրեմն համացանցի հետ գործ ունեմ, տենց, բայց ես չեմ կարա ծոմ պահեմ, չեմ կարա չուտեմ, մենք չենք պատրաստվում մորթենք այդ մարդուն, չի կարում մարդը ծոմ պահի, չի կարում չուտի, ասում է ձերներս ոտերս դողում է, չեմ կարում չուտեմ, քանի մարդու հետ հանդիպած կլինեմ նման պրոբլեմով եկել, չեմ կարող ես չուտեմ, վայ, որ չուտեմ կարող եմ միտեղ ուշ կսեթա, այն կարմիր լուսի տակ էլ հենց մնամ,
լավ, եթե դու չես կարող չուտել, ապա ծոմ հայտարարիր սովորությունների դեմ։ Կեր, ոչինչ կեր, բայց ծոմ հայտարարիր, որովհետև ասացի ծոմապահությունը այնա, ինչ ուզում եմ հլը տեսնեմ, ինչ եմ տեսնում ես, երբ մոտեն, ինչ պիտի տեսնեմ ես, երբ ես մոտենում եմ, ասենք ծոմին, ինչ պիտի տեսնեմ ես ոնց որ սովորություններ ունեմ, գիտեք, սրանցից կարելի ազատվել, լավ, Աստծուն այստեղ հետաքրքիր չէ, որ դու 7 օր չուտես, նրան հետաքրքիր է 7 օր կեր, բայց այդ պրոբլեմներից ազատվի, համաձայն եք, համաձայն, հələ համաձայն եք, բայց հետո չգիտեմ ոնց է լինելու։ Ուզում եմ մի քանի գործնական խորհուրդներ իրար հետ նայենք, օրինակ, ծոմապահությունը իրականում դա այն ժամանակն է, երբ մենք կտրվում ենք աշխարհից, կտրվում ենք աշխարհ բան, օй պենտագոնը թրջող եկավ, էս ինչ է լինելու, կարող է հետո էլ մեզ թռցնեն եւ այլն։ Մի խոսքով, տանջանք, տառապանք, նորություններ, ինֆորմացիաների այդ մեծ կոլապս է սկսում քո կյանքում։ Մի հատ կոլապս իսկական, հա։ Հնարավոր է որ այս տարի կոլապսի տարի լինի, ոնց է տարին շատ վատ սկսեց։ Վատը սկսեց, բայց դու հանգիստ եղի, որովհետեւ դու այս թակավորության մարդը չես։ Որովհետեւ ինչ որ այս թակավորությունն տեղի ունենա պատիժ, Էդի պիտի տեղ ունենա նրանց հետ, ովքեր Աստծուն չեն պատկանում։ Պարզ է, բայց դու Աստծուն ես պատկանում, դու քո ընտրությունը երկրի վրա արդեն արել ես։ Հիմա, ուզում եմ հասկանամ, ոնց կտրվեմ աշխարհից, Տիրոջը ել ավելի մոտենալու համար, եթե ես ֆիզիկապես ի վիճակի չեմ ծոմ պահելու։ Սրան հելը դեռ մենք կմոտենանք, որովհետև սրանից առաջ բան ունեմ ասելու։ Բայց եթե դու քո ներսում տեսնում ես, որ դու ունես վատ սովորություններ, օրինակ ծխելը վատ սովորություն է։ Ինձ հարցնում են, բայց կան չէ՞ տաս միամիտ մարդիկ, բայց Աստվածաշնչը բռնել է։ Աստվածաշնչից մի հատ տող չգիտի, բայց ատո մի տեղից լսել է, որ ծխելու մասին չի գրված։ Չի գրված ծխելու մասին։ Բանի մասին էլ չի գրված, պլաստիկ սրջրի։ Չի գրված, շատ բաների մասին չի գրված, բայց կամ մի բան, որը վերաբերվում է չգրվածներին, պարզ է, քո մարմինը Աստծո տաճար է, ձեռք չտաս իրան, սա վերաբերվում է բոլոր հարցերին, բայց ես հիմա դրա մասին չեմ խոսում, ծխել, խմել, դրանք շատ, հիմա ինչ-որ մեկը այստեղ նստած կասի, հավատացյալների մեջ այտենց մարդ կարա լինի, ինչու ոչ։ Մեզ հիմա նայելու են աշխարհի տարբեր երկրներից եւ ես ուզում եմ որպեսզի բոլորը իմանան մենք ծածկելու ոչինչ չունենք սխալը ասում ենք սխալ մեղքին կոչում ենք մեղքի անունով ու եթե հավատացյալները գալիս են եկեղեցի դա չի նշանակում որ այստեղ նստած են կատարյալ սուրբեր այստեղ նստած են սրբված մեղավորներ Ալելույա Այտենց է թե չէ Ահա Շատ լավ, ուրեմն մի հատ բան եմ ուզում ասեմ, շենքը որտեղ ես ապրում եմ, ամեն տարի 2 անգամ գալիս են ֆիլտրերը փոխելու, այդ կոնդիցիոների ֆիլտրները այդ սիստեմի փոխելու եւ ես մտածում եմ որ մարդիկ կան որ ասում են որ մենք այսքան տարի ապրում ենք այսինչ շենքում մի օր մերը չեն եկե փոխելու այդ շատ վատ է էլի բայց հիմա նայեք ինչն է հետաքրքիր որ ասում եմ 6 ամիս էլ չի անցել որ եկել եք մի հատ աշնանն եմ փոխում մի հատ գարնանը հա էսի ինչ կեղտոտվեց որ գալիս եք այսքան շուտ փոխում եք եւ ես կանգնում եմ ուշադիր նայեմ որովհետեւ ինձ այդտեղից մատերիալ է պետք հարոզելու եւ վերցրել եմ Նայում եմ ասում եմ դուք ինչու եք այսքան շուտ գալի փոխելու այսպես ասել են դրա համար եմ գալիս ասում օ լավ շատ լավ մի հատ այդ որ փոխում եք այդ փոխածած կտակ ինձի ձեզ էլ տալու եմ ասում որ շպրտեք շատ լավ նայում եմ տեսնում եմ վա 6 ամսվա մեջ բավականին փոշի եւ կեղտ քաշել է օդը հանել եւ տվել ֆիլտրներին որպեսզի կեղտը չկպնի ինչին մոտորին Օ ես հասկացա մի բան ամեն ինչ ֆիլտր ունի Ես գտել եմ Աստվածաշնչում, որ մենք էլ ֆիլտրներ ունենք, եւ այսօր այն օրն է, որ այդ 7 օրյա ծոմապահության ժամանակ այդ ֆիլտրերը կմաքրենք։ Այո, այդ ֆիլտրերը մաքրելու ենք։ Շատ լավ։ Տեսեք ինչ եմ գրել։ Իրականում մենք մեր զգայական, ուրեմն տեղեկատվությունը, ինֆորմացիան, գրեթե այդ ստացած ինֆորմացիայի 80%-ը ընկալում ենք աչքերով, ճիշտ է։ Աչքերով տեսար հուզվեցիր,
հուզվեցիր, աչքերով տեսար ընտրեցիր, աչքերով տեսար մեղք գործեցիր, աչքերով տեսար չհավանեցիր, աչքերով տեսար լցվեցիր այդ նպատակով, այդ ցանկությունով, ուրեմն ամբողջ այդ ինֆորմացիան, որը տեղեկատվական մենք ստանում ենք ամբողջ աշխարհից, որի մեջ մենք ապրում ենք, դրա 80% անում է աչքը, 80% անում է աչքը, ուրեմն այս աչքը Աշունը մեկ էլ գարունը ֆիլտրի կարիք ունի։ Ամացայն է, ֆիլտրի կարիք ունի։ Եվ ես նայում էի ֆիլտրին, ասում էի, ես որտեղից ես կան կեղտ։ Բա եթե սա տարիներով չփոխվի, բա եթե դու հանկարծ չես իմացել, որ տարիներով քո աչքը, որ Աստված ստեղծել է քո մեջ, որը նայում է, էսի հավանեց, էսի չհավանեց, այնի տեսավ, սիրտը էս քաշեց, այն օրինակը այդ աչքի տեսածը ծառայեց իրան, այդ դրանք բոլորը գալիս են քո մեջ, դրանք բոլորը տեղեկատվական ինֆորմացիաներ են, որ քաշում ես աչքիդ միջոցով, ու այդ աչքդ այնքան բան է իր մեջ պահե, 7 օրյա ծոմապահությունը Էսի օգնելու է, որ այդ բոլոր ֆիլտրներից Տերը մաքրի մեզ, ամեն, տուր Աստծուն բարձր ծափար։ Եթե ինչ-որ մեկը դժվարացավ սա հասկանալ, ես ավելի կհասարակացնեմ, աշխարհը, որի մեջ մենք ապրում ենք, փոշոտ է, այս քանի օրերը քամի կա, քաղաքում նկատում եք, Այդ քամին իմացեք, ինչքան հնարավոր է փոշի է բարձրացրել։ Եվ այդ փոշին նստած է ձեր մեքենայի վրա, այդ փոշին երբ որ դուրս է գալի նստում է ձեր մազերի վրա, նստում է ձեր հագուստի կոշիկների վրա, այդպես է թե չէ։ Դուք տուն եք գալի ու տեսնում եք, որ դուք կարքին մրոտվել եք, կարքին փոշոտվել եք։ Աշխարհը, որի մեջ ապրում ենք, ունի մի հատ էլ փոշի, որը նույնպես անմիջականորեն նստում է։ Սա սրա նույն իմաստն է։ Աշխարհը ունի մեղքի փոշի, որի մեջ երբ որ մեր աչքերը բաց ներս ենք մտնում, այդ մեղքի փոշին էլ է նստում մեր աչքերի մեջ, մեր լսարանների մեջ ու ընկնում մեր սրտի մեջ։ Եվ սա վտանգավոր է, եւ այս վիճակն է, որ մեր մեջ ծնում է մեղքի ցանկություն։ Եկեք միասին իրար հետ մի քանի աստվածաշնչյան համարներ նայենք ականջների ֆիլտրի մասին, աչքերի ֆիլտրի մասին, մի քանի ֆիլտրների մասին նայենք։ Բոլորը իրենց առջև ունեն էկրաններ, եկեք միասին նայենք Մատթեոս ավետարանը։ Աչքը մարմնի ճրակն է, լույսն է մարմնի։ Եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի, բայց եթե քո աչքը չար լինի, ամբողջ մարմինդ խավար կլինի։ Եթե քո մեջ եղած լույսը խավար է, վայ, ասում եմ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, որքան մեծ կլինի այդ խավարը։ Ուզում եմ այս լամպին նայեք։ Ինքը գեղեցիկ լամպ է, նկատեք, աչքը մարմնի ճրակն է, եթե քո աչքը պարզ լինի, հա, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի, ասում է, եթե այսենց լույսը վառվում է մաքուր քո ներսում, այդ նշանակում է ներսդ մաքուր է, որովհետև կեղտը այս լամպի ֆիտիլին չեր թողի վառվեր, կվառվեր, բայց ծխելով, մուր առաջացնելով, Որոշների կյանքը այնքան է ապականվել տեսածից ու լսածից ու ձեռք տվածից, որ մեզանից ծուխա դուրս գալի տեղը չենք բերում։ Սա մեկ, հաջորդը նայենք։ Հռոմեացիս 12:1 Այսպես ես, ասում է Պողոսը, աղաչում եմ ձեզ։ Եղբայրներ, Աստծո ողորմություններով, որ ձեր մարմինները մատուցեք կենթանի սուրբ եւ Աստծուն հաճելի զոհ, ինչը ձեր բնական ծառայությունն է, այսինքն ձեր բնական ծառայությունն է, ձեր մարմինները ներկայացրեք Աստծուն մաքուր, սուրբ, այո։ Ամեն մարդ, որ այսօր նստած է, ինքը իր ներսում կմտածի, ինքը իր ներսում կհասկանա իմ ֆիտիլը այն որ ցույց տվեցինք լույսը կեղտոտված է, ես բաներ կա, որ մտածում եմ, բաներ կա, որ անում եմ, բաներ կա, որ մտքովս անցնում է, բաներ կա, որ ֆալո եմ անում դրանց, այդ դրանք սաղ ծուխ բերող բաներ են ինձի։ Հաջորդը նայենք։ Մարկոս 4:24 Եվ ասաց նրանց. ուշադիր եղեք, թե ինչ եք լսում։ Ինչ չափով, օրինակ մարդ կա կարող է նստի մեկի մոտ, մեկերները հայուեն եւ ինքը այդ հայույանքը լսի։ Ես կյանքում ոչ մեկին թույլ չեմ տա իմ մոտ հայուել։
Ոչ մեկին թույլ չտաս քո մոտ հայույելու։ Հայույանքը դա բաղծության ոգի է, դա հայույության դևն է։ Այդ խոսքերը մի քանի օր հայույող մարդու կողքը կանգնեք, նկատեք իրա նման հայույելու եք։ Ավտոմատ կերպով ձեր միտքը էդի կրկնելու է։ Եվ ասաց նրանց ուշադիր եղեք, թե ինչ եք լսում։ Թե ինչ եք լսում։ Ինչ չափով որ չափվեք, նույն չափով էլ ձեզ կչափվի։ Եվ ավելին ձեզ կտրվի, ովքեր լսում են։ Հաջորդը սա նայիր, որն է ֆիլտրի դերը։ Մի հատ վերևի մասը նայիր, մի հատ վերևի մասը նայիր, աղտոտված, պախտորված, եւ ֆիլտրը ինչ անում, այդ կեղտի մեջից փորձում է, սաղ այդ կեղտը ամբողջ վերցնի իր վրա, քեզ տա մաքուր ջուրը։ Ձեզ մոտ այստեղ բոլորիդ բնակարաններում այդպես ֆիլտր կա։ Ես առաջի տարին որ եկա անգամ հանդիպեցի sense բանի հետ, ամեն մարդ պարծենում էր, որ իր ֆիլտրի մեջ արծաթ կա բան, մտածում է ով է լինելու հաջորդը, որ ասի իմ ֆիլտրը ոսկով է։ Մենք հայ ենք, մենք անպայման կգտնենք ֆիլտր, որ մեջը ոսկով է, որ մեր ջուրը ոսկով գա եւ այլն։ Դուք ձեր տանը ինչու եք դնում այս ֆիլտրը։ Մեկ պարզ պատճառով, որպիսի ջուրը զտված, մաքրված, տարբեր տեսակի ուրեմն կեղտերից ազատված գա։ Սա է ուզում Աստված մեզանից։ Եվ ծոմապահությունը այս գործն է անում։ Ծոմապահությունը այս գործն է անում։ Գիտեք, շատ հավատացյալներ, ես աշխարհի մարդկանց հետ գործ չունեմ։ Շատ հավատացյալներ կան, որ գալիս են եկեղեցի, կանոնավոր կարող են մասնակցել ամեն կիրակի ծառայություններին, բայց կգնան տուն ու եւ նրանց կյանքը աբսոլյուտն չի փոխվում։ Չփոխվեց անցյալ տարի, չփոխվեց նախանցյալ տարի, չի փոխվել արդեն 10 տարի է հավատքի մեջ։ Գիտեք ինչու։ Իրան ոչ մեկ չի ասել. եղբայրս, քույրս, կարող է պատահի ֆիլտրներդ խցանված է, արի ֆիլտրներդ փոխենք։ Արի գնա Տիրոջ առաջ, ծոմ վերցրու եւ ասա. ես շատ ինֆորմացիա եմ աշկերից հավաքել տեր, ես շատ վատ բաներ եմ տեսել, որ պիտի չնայեի, ես շատ վատ բաներ եմ լսել, որ պիտի չլսեի, դրանք թունավորել են ինձ տեր։ Գտնում ես որ թունա, հələ պիտի մարդը համաձայնվի, գտնում է որ ինքը թունավորվել է։ Չես կարող չթունավորվել։ Չես կարող։ Ես ասում եմ նստիր հայույող մարդու կողքը, թող 10 րոպե հայույի, ամեն օր այդ մարդը հայույի, հաջորդ մի քանի օր հետո այդ նույն հայույանքը դու ես անելու։ Գիտեք, Ռուսաստան գնա, ես ապրել եմ Ռուսաստանում, եթե ով որ ապրել է գիտի։ Ռուսաստան մտար, այրոպորտ, հələ ինքնաթիռից չես իջել։ Ինքնաթիռից էլ չես իջել, լավ իջար ինքնաթիռից ենթադրենք։ Մտար օդանավակայան, դու կլսես ամեն 2-ից 1-ը հայույումը, եթե ոչ 2-ը։ Ամեն 10-ից 9 հայույումը, իրանք խոսում են հայույանքի լեզվով։ Դա հայույանքի դև է, որ ապրում է մարդու բերանի մեջ։ Եվ եթե դու այն մեկն ես, որ կարող է հաճախում ես եկեղեցի, բայց հայույել գիտես, բայց այն մեկն ես, նայ այստեղ խոսքը հատուկ ուտելու եւ խմելու մասին չի, դու կարող ես 7 օր չուտել, չխմել, բայց դուրս գաս էլի ծոմից, նույն մարդը։ Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր գտնում են, որ իրանք սրա խնդիրը ունեն եւ ասում են տեր, կարող է ես չկարողանամ, ոնց որ պետք է չուտեմ, չխմեմ, ծոմ պահեմ, բայց ես սրա տերն եմ տեր, մաքրին ֆիլտրերը։ Ես սրա տերն եմ տեր, իմ լսարանները կեղտոտված են, իմ աչքերը վաղուց կեղտոտված են, խցանված են, դա է պատճառը, որ ես չեմ փոխվում։ Պարզ է։ Սիրտը տանող խողովակներ կան, տեսել եք։ Ասում է շատ յուղոտ ուտելիք մի կերեք, որովհետև խոլեստերինը կպատի ձեր սրտի անոթները եւ դուք ինֆարկտ կստանաք, քույրեր, եղբայրներ։ Մի կերեք այդքան յուղ։ Մի կերեք այդքան յուղ։ Յուղը քեզ այդպես չի վնասի, որքան յուղոտ մեղքը կվնասի։ Որովհետև մեր սիրտը նույնպես խողովակներ ունի, որոնք յուղոտ մեղքերի համար խցանվում են։ Յուրաքանչյուր մարդ, որ նստած այստեղ, ունի իր սիրած մեղքը։ Այդի քո սրտի խողովակները կեղտոտող խնդիրն է։ Մի բան նայենք, մարդու կյանքում ամեն ինչ, որը գերադասելի է Աստծուց, դառնում է նրա կուռքը։ Ես չեմ կարող առավոտ մի հատ պաբրոս չծխեմ, մտ պաբրոս։ Սա դրա։ Ասկացա, այսինքն ինչ անշանա։ Ես չեմ կարող ես պետք է կոֆեն վայելեմ, այ քո տունը շիվի վայել կգտավ, կոֆեն պիտի վայելեմ պապիրոսովս։ Հիմա մեկը հյուր է գալի, ասում է բարև ձեզ ոնց եք, նստե աղբերս էլ ավետարանը ուզում սրան վկայի, պապիրոսը բերանը։
խիստ կհանդիմանի Հիսուսը քեզ։ Իմ եւ քո ապրած կյանքը, իմ եւ քո քայլերը պիտի ոտից գլուխ փառք ու պատիվ բերեն Հիսուսին։ Ամեն։ Վատ սովորություններ, սարամասի խոսեցինք մենք, հիմա ուրիշ բան եմ ասում, կուրքեր։ Դու հիմա կասես, կուրքերը որն է։ Ես սրանց քիչ եմ ճանաչում, որ սրան մի հատ պաշտեմ էլ, հա։ Չէ, ճանաչում ես։ Հիմա կմոտենանք նրան, որ կտեսնես, որ ճանաչում ես։ Ես մի բան եմ ուզում ասեմ։ Հակոբը մի սիրած կին ուներ անունը Ռաքել, եւ երբ որ Հակոբը որոշեց իր կնոջը եւ երեխաներին Լաբանի իր քեռու տնից տաներ, հանկարծ Լաբանը առավոտ շուտ տեսավ, որ իր փոքրիկ կուրքերը գողացել է ինչ-որ մեկը եւ կանգնացրեց Հակոբին եւ ասեց. «Դու ես գողացել իմ կուրքերը»։ Եվ Հակոբն ասեց. «Ոչ, ինչ եմ անում ես քո կուրքերը»։ Ասեց. «Ես փոքրիկ աստվածներ ունեի պահած, ով է տարել իմ կուրքերը»։ Եվ բոլոր տեղերը մանեկան չգտան եւ մտավ իր աղջիկ Ռաքելի մոտ եւ Ռաքելն էր այդ փոքրիկ կուրքերը փեշերի տակ պահել։ Ռաքել, հարց, ինչիդ պետքն են հորդ փոքրիկ աստվածները, հորդ փոքրիկ կուրքերը։ Մենք զարմանում ենք Ռաքելի վրա, բայց մենք բոլորս ժամանակակից 21-րդ դարի քրիստոնյաներս նույնպես ունենք փոքրիկ աստվածներ, փոքրիկ կուրքեր, որոնք մեր սրտերի փեշերի տակ են պահված։ Այո, այո։ Եվ Հակոբն ասեց. «Ում մոտ որ գտնես այդ կուրքը, մահով թող մեռնի»։ Ասեց թողը տենց լինի եւ Լաբանը անիծեց։ Գտան Ռաքելի տակից։ Եվ Ռաքելը երբ ճամփա ընկավ, որ պիտի գնար Հակոբի հայրական տուն, ճանապարհին ծննդաբերեց Բենյամինին եւ ծննդաբերության ընթացքում մեռավ։ Հարգելի Աստծո ժողովուրդ, իմ սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստված ծաղր չի լինում։ Քեզ կարիք ունես զգուշությամբ քայլելու Տիրոջ առաջ։ Ես ուզում եմ, որ 2026-ին քո ճանաչողությունը Հիսուս Քրիստոսի վրա խորապես թարմանա, խորապես փոխվի։ Եկեղեցու ծառայություններին մասնակցելու մատերի արանքով մի նայիր։ Աստծուն հնազանդվելու եւ նրա կամքը կատարելուն մատերի արանքով մի նայիր։ Տարիները գնում են եւ ամեն ինչը մոտենում է իր ավարտին։ Այո, մեզ պետք է հավաքվել, մեզ պետք է սրբվել, պատրաստվել, թե երբ կգա արդեն Տերը, թող դա նա որոշի։ Բայց դու պատրաստ եղի, հանդերձներդ մաքուր, ներսդ մաքուր, այո, փոքրիկ աստվածներ, փոքրիկ կուրքեր, մարդ կա, որի կուրքը իր երեխան է, զգուշ եղիր։ Մարդ կա, ում կինն է իր երեխան, իր կուրքը, զգուշ եղիր։ Իր կինը իր կուրքն է։ Այդպես բան լինում, հա, որոշների տանը ոնց որ չի լինում, բայց իրանք կուզեին է լինեին։ Այդ կուրքի տեղը կուզեին լինեին, որ իրանց ամուսին, իրանց այդ ասողի հիմա կասի, հա, ճիշտ ասում։ Կնոջդ կուրքի պես ես պաշտում, զգուշ եղիր։ Ամուսնուն ա կուրքի պես պաշտում։ Իմ կուրքը իմ երեխան է, եւ դու ասացիր, ես այս արցանին չեմ ճանաչում, ճանաչեցիր։ Մեկի համար կուրք է իր որովայնը, ուտելը խմելը ամենասուրբ գործն է իր համար։ Ամենախաշի սեզոնն է բացվել, 7 օր դրան խաշտու, 7 օրում չի ասելու հերիքա։ Սուրբ գործ է իր համար ուտելը։ Միսի համար կուրքը առավոտ կանուխ արթնանա, եթե հանկարծ կոֆե չխմի։ Առավոտ կանուխ, եթե արթնանա, հանկարծ համացանցից չօգտվի։ Մենք բոլորս զարմանում ենք Ռաքելի վրա, բայց մենք բոլորս մեր փեշերի տակ մեր թաքնված փոքրիկ աստվածներն ունենք։ Եվ ես քեզ հենց սկզբից ուզում եմ մի բան ասեմ, որ հետո վերջում եմ ասելու։ Կուրքերը քո կյանքից հենց այնպես չեն եթալու։ Ոչ մի կուրք չի վերցնում տրանսպորտի գումար քեզանից ու մարշրուտին նստում է ուրիշի մոտ։ Ոչ մի կուրք պրոստը տակ չի ընկնի քո կյանքից։ Ոչ մի կուրք չի քանդվի քո կյանքից։ Ոչ մի կուրք չի հեռանա։ Բա ինչա պետք անել։ Կուրքերը մարդի կյանքից հեռանում են պայքարի միջոցով։ Եվ ծոմապահությունը այդ պայքարներից մեկն է։ Ես ասացի, ինչ է ինձ պետք տեսնել, երբ ես մոտենում եմ ծոմին։ Տեսնեմ ֆիլտրերս ոնց են, այս տեսանք, տեսնեմ կարող է պատահի ես էլ ունեմ Ռաքելի պես փոքրիկ կուրքեր։ Ես ծոմապահությունը մեկ այլ ռակուրսից եմ այսօր քեզ ուզում ցույց տալ։ Ամեն, մեկ այլ ռակուրսից։ Առաջին միտքը, որ ուզում եմ նայենք, հետևյալն է։
Ինչ է ճշմարիտ աստվածաշնչյան ծոմապահությունը, սա միանշանակ անհրաժեշտ բան է, որ մենք տեսնենք։ Ծոմապահություն ըստ Բիբլիայի։ Եվ ուզում եմ, որ այս ենթավերնագրի տակ մի քանի բան դու տեսնես։ Եկ արագ միասին նայենք։ Ինչ է ճշմարիտ ծոմապահությունը։ Նայում ենք համար առաջինը։ Ծոմապահության էությունը, որպես հոգևոր նպատակներով սննդից կամավոր հրաժարվելու եւ հոգին Աստծո խոսքով սնուցելու առաջին միջոցն է։ Ամեն։ Եկ հաջորդը նայենք։ Ծոմապահությունը առաջին հերթին խոնարհության եւ Աստծո հետ վերականգնված մտերիմ հարաբերությունների ուղի է, այլ ոչ թե պահանջներով մի միջոց, որի անունն է նրա ձեռքն եմ ուզում, նրա ձեռքն եմ ուզում։ Այս էլ է միջոց, ես նրա ձեռքն եմ ուզում, ոչ, ծոմապահությունը առաջին հերթին Տիրոջ առաջ խոնարհվել, Աստծո հետ վերականգնել մտերիմ հարաբերություններ եւ վերջինը ճշմարիտ աստվածաշնչյան ծոմապահությունը միշտ ուղեկցվում է աղոթքով եւ աստվածաշնչի ընթերցումով։ Ես կարող եմ ծոմ պահեմ, ասում են մարդիկ, բայց չաղոթեմ։ Մի պահի ծոմ, մեղք չես։ Էդի ծոմ չի, էդի հացադուլա, էդի գալադովկա է։ Դու դե ահագին կնիհարես։ Մի քեր կմնա քեզի, էդի կմնա։ Բայց դա աբսոլյուտնա աստվածաշնչյան մոդելին եւ առաջարկին հերու ծոմ է։ Ծոմը առանց աղոթքի եւ առանց Աստծո խոսքը կարդալու գրանցիր քո մոտ այն հացադուլ է։ Արի մի ծոմ նայենք, տեսակ նայենք ծոմի, որ առաջարկում է Աստվածաշունչը։ Գիտեք, ես ինչ կկարդամ էսի, թույլ տվեք միջանկյալ մի բան ասեմ ձեզ։ Անպայման ծոմվեք։ Անպայման։ Նոր տարուն լավ կերել եք։ Հակամ մարդ, որի աշկը մնացել է նոր տարու վրա։ Այս սալաթը ոնց է նրանց տունը գնացինք, մենք նա սալատ կյանքում չէինք արել, է դրանց տանը սալատ տեսա, աշկս վրան, այսօր գնա այդ սալատը սարքի կեր։ Ես քեզ մի բան ասեմ, մի օրով հետ ընկի։ Էլ ինչ ես տեսա խմորեղեն, դրանց տանը որ ասացիր, ամաչեցի սանցարկած երկարացնեմ, այդ նատ կարմիր խմորեղեն կար, ամաչեցի կասեին եկել է պիլասոսը, գնա ձեր տուն այդ կարմիր խմորեղենը սարքի, հետո ծոմ մտի։ Գնա ինչ սիրտդ այսօր ուզում է, որտեվ ծոմի վաղտ մեկ է նկատում ես էլ պերաշկի, էլ չիբուրեկի, դրանց նստացնում ես խաշնա բարձանում, խաշին քշում ես խորովածնա գալի, խորովածին քշում ես քյաբաբը, վայ այսօր լահմաջուների բանն է, լահմաջունա բյորեկն այսօր իրանց սեզոնն է, հա, ասենց գալի գնում են ու մի 7 օր, սրանք գալի ու գնում են ու սրանց տենալու պատճառով արդեն քաշ ես գցում։ Ես քեզ մի հատ բան ասեմ, գնա կուշտ կեր ինչ որ սիրտդ այսօր ուզում է, հետո մտի ծոմ։ Գնա ուտելու հարցերը լուծի այսօր։ Տեղ այնքան կեր, որ էլ տեղ չունենաս։ Այն որ ասեն կարաս ես ասեղը կուլտոս, ասես վարիանտ չի։ Ես հիշում եմ մի երեխա կար, բավականին չաղ երեխա էր։ Հայաստանում էինք, մի առիթի էինք, նստել ենք ժամը 7-ին առիթը սկսվեց։ 10:30 էր առիթը վերջացավ, այդ երեխեն նանստապ կերել է։ Հանակով մեկ առաջարկեց, ասեց, տես մեծ տորթի կտորներն եմ բերել, այնտեղ տենց հարուստ մարդկանց առիթ էր, մեծ տորթեր եւ տորթի փուջուրիկ ճուտիկներն էր, այդ մի հատ ճուտիկը առած եկան, նայեց, որ իրա մոտ են գալիս, ես շատ զարմացա, որ ինքն ասեց, չէ, չեմ կարա, մեջ հոսանսեղ գցելու տեղ չկա։ Ասեց, եսի ոնց էս տորթը չի թրծրե, ասեց 2 հատ արդեն կերել եմ դրանից։ 7-ից մինչև 10:30 այ քո տունը շինվի, էդի մատորը, այդ մատորը, որ մատորը այդքան աշխատի, կվարվի։ Մի մատոր, պիլասոսը միացրեք, պիլասոսը, ալելույա հետ երեխում մոմենտը, պիլասոսը 3.5 ժամ հետո քեզ կստիպի գնաս հաջորդ օրը թազա պիլասոս առնես, կվարվի։ Կերավ, ճաքում էր երեսները այդ երեխու։ Ես ուղիղ 7-ից 10:30 ֆոկուսս այդ երեխուց չեմ գցել։ Ես ասացի, ոնց կար այս երեխեն այս տորթը չուտի։ Ասացի 2 հատ արդեն ոնց է գնացեք թրծրել այդ 2 հատը։ Հիմա ուզում եմ ասեմ, որ մարդկանց համար ինչ է ինձ պետք տեսնել, երբ մոտենում եմ ծոմին, եթե ուտելիքն է քեզ համար շատ կարևոր տեղ, ժամանակն է, որ կարողանաս հասկանաս, որ օրեր կգան կյանքում, ժամանակներ կգան, որ կարողա այնքան վատ լինի երկրի վիճակը, որ դու չհասցնես հաց տնես բերանդ։ Ծոմապահությունը հրաշալի տրեյնինգ է, որ քեզ սովորացնի։ Յոլա գնալ նաև սոված ժամանակներում։ Աշխարհը կարող է մի սուտկա, 1 օր, 24 ժամ չկարողանա հաց ուտի, դու կարաս 7 օր հանգիստ չուտես։ Աստված պաշտությունը ամեն բանի պիտանի է։ Ամեն։
Բայց եկի մասանայինք։ Եսայի մարգարեությունը։ Ինչու եք Աստված է խոսում։ Եսայի մարգարեությունը, այս մարգարեության գիրքը արտակարգ տեղ է բոլորիս ասելու, ինչ է Աստծո համար, ըստ Աստծո ուրեմն ծոմապահությունը։ Ինչու եք ծոմ պահում, բայց դու չես տեսնում։ Մենք մարդիկ են ասում, ինչի ենք ծոմ պահում, ասուն են ասում, հիմա Աստվածը պատասխանելու լսեք։ Ինչի ենք մենք ծոմ պահում ու դու չես տեսնում։ Մեր անձերը ճկնեցնում ենք, չկերանք, չխմեցինք, բայց դու չես իմանում։ Ահա ձեր ծոմի օրերին, հիմա Տերն է խոսում, ահա ձեր ծոմի օրերին ձեր հաճույքն եք փնտրում։ Ծոմի օրերին հաճույք փնտրելու համար ցանկացած քրիստոնյայի այստեղ նստած ասում եմ կանգ առ, որտեղ ծոմապահությունը դա առաջին հերթին պրոբլեմ է հաճույքի դեմ։ Ասում ձեր ծոմի օրերին ձեր հաճույքներն եք փնտրում։ Նեղում եք բոլոր ձեր աշխատողներին, եթե ինչ-որ մեկը բոս է, ռաբադատայց է աշխատող, մեկնա, որը աշխատանք է տալի մեկին, ասում է ծոմապահության օրերին մի քիչ ավելի խոնար եղի, գոնես գան, որ տարվա մեջ մի անգամ փոխվում ես։ Հասկացա՞ր, աշխատողների հետ հանգի, էսի ձև եք խոսում, ասում ձեր աշխատողների հետ։ Նայեք, ամեն տեղ է Աստված մտել։ Քո կյանքի ամեն էրիայի մեջ է, ոնց ես աշխատողներիդ հետ խոսում, դու ծոմի մեջ լինելով հանդած մուննաթներով գոռալ, ստեղ արի եւ այլն։ Ծոմը խոնարհվելու, հնազանդվելու ժամանակ էր, ասացինք, այո։ Ուրեմն ձեր օրերի, ուրեմն ձեր հաճույքն եք փնտրում, նեղում եք ձեր բոլոր աշխատողներին, այսպես է գրված։ Այո, ահա կռիվների եւ վիճաբանությունների մեջ եք, ուրեմն ծոմի ժամանակ անզգամորեն բռունցքով, անզգամորեն զարկելու համար, կա չէ որ մեկն ասում է ձեռս տամ մեր տան սեղանին ապրանքները կթռնեն եւ իրան ասում ես ոնց ես, ասում է ծոմի մեջ եմ, ծոմը չլներ այդ ապրանքները գլխին կտայի, ասենց ծոմ, նայ ծոմապահության ժամանակ հիշիր մի կարևոր բան եմ ուզում ասեմ, մեջտեղ են գալի ինչ խնդիր դու ունես, կնկատես ծոմապահության ժամանակ ուժեղ բարկություն եկավ վրեդ ու ասում ես ծոմը չլներ սրան մորթելու է, մի վերակենդանացրու հին մարդուդ ծոմը հենց բացահայտում է ով ես դու ներսում։ Այո։ Ես ինչ-որ մեկի հետ եմ խոսում։ Հալելույա, Փառք Տիրոջը։ Ուրեմն ծոմ եք պահում անզգամորեն բռունցքով զարկելու համար։ Այսօր ծոմ եք պահում, որպեսզի ձեր ձայնը լսելի դառնա վերևում ու սենց եք պահում, ասում եմ։ Այո, դուք ծոմ եք պահում, որ ձեր ձայնը լսելի դառնա։ Սենց հաջորդը նայենք։ Սենց այսպիսին է այն ծոմը, որին ես եմ հաճոյում։ Մի օր, որ մարդ իր անձը ճկնեցնի, գլուխը եղեգի պես կախի, բամբուկի պես, ասում է իր անձը, նա ինչ ասում, ծոմ պահել ասում է իրանից ինչ է պահանջում, ասում է իր անձը ճկնեցնի, գլուխը եղեգի պես կախի, քուրձու մոխիրը անկողին դարձնի, դու սա ստոմ ես կոչում Տիրոջը հաճելի օր, չէ որ սա է այն ծոմը, որին ես հաճոյում եմ, լուծիր անիրավության կապանքները, քանդիր լծի կաշե փոքներ, մենք սովոր ենք ասելու կոշկորները, այսինքն խնդիրները, պրոբլեմները, ազատ արձակիր ճնշվածներին և կոտրիր ամեն տեսակի լուծ բեռը, դա չի նշանակում, որ դու ընտանիքի լուծն ու բեռն ես տանում, ասում է մեղքի բեռը, մեղքի լուծը, ընտանիքի բեռը, բա պիտի տանես, բա ով պիտի տանի, Աստված ասել է ծոմ պահեք, ընտանիքից ազատվեք, Ատես բան չկա, այն լուծը և բեռը, որ քո մեջքի վրա է, որ քո սրտի վրա է, այո, կա մարդ, որ ինչ-որ մի բան վերցնում է, ուրախ եմ, ասում է հես այն ծոմապահությունը, որ ես հավանում եմ, էլ ունենք, քո հացը բաժանիր սովածին, թափառող աղքատներին բեր քո տուն, կյանքում անողը չես, երբ մերկ տեսնես, հագցրու նրան, քո ազգականիցդ, որ ուզմազանգի ձեր տուն գա, չգաս, մի ծածկվիր, այդ ժամանակ քո լույսը արշալույսի պես կծագի, քո բժշկությունը շուտով կբուսնի, քո արդարությունը կգա քո առաջից, իսկ Տիրոջ փառքը քեզ կհետևի, այն ժամանակ դու կկանչես ու Տերը կպատասխանի, դու կաղաղակես եւ նա կասի, ահա ես, եթե դու քո միջից վերացնես լուծը, մատ թափտալը չարախոսություն, տենում եք մանրակրկիտ նշված է, մատ թապտալը, հլա սպասի ծոմից դու զգում վիզըտ կտրելու եմ, դու մնա էլի ծոմի մեջ,
Դու մնա, դու լավ կանես, որ մնաս ծոմի մեջ։ Դուք հասկանում եք, սա մենք ենք, եւ մեր սիրտը նամակի պես բաց է Աստծո առաջ։ Եվ մենք փորձում ենք ծոմ պահենք, ընկերներ, ես խնդրում եմ բոլորդ ինձ նայեք։ Այստեղ նայեք։ Մենք ինչ անում ենք, մենք ինչ մտածում ենք, մտքի մեջ, թե արտահայտում ենք, ամեն ինչից Հիսուսը տեղյակ է։ Եկեք այս տարի զգուշությունով եւ երկյուղով քայլենք Տիրոջ առաջ։ Ամեն։ Գիտեք, օրեր առաջ մենք լիդերական ծառայություն ունեցանք մեր մոտ եւ հավաքված էին բոլոր ստրուկտուրայի ավակները եւ այս ծառայությունը էի անցկացնում եւ իմ տղաս նույնպես Երևանից մեզ միացել էր, ասում աչքի տակով նայեցի բոլոր նստած ծառայողներին, բոլորի խոսելու ձևը, բոլորի նիստուկացը, բոլորի վարքը, ես բոլորի մեջ մի հատ խոնար, համեստ, քրիստոնյային վայել բան տեսա։ Սա ձեր ավակների մասին է, որ նստած են այստեղ։ Սրտան սափահարեք։ Եթե դու պատրաստվում ես երկուշաբթի օրվանից ծոմ պահել, բայց պատրաստվում ես միևնույն ժամանակ ոտնակոխել, արհամարել, գլխի հետև չդնել այն Աստծո պահանջները, որ լսեցիր այստեղ, ծոմ մի պահի խնդրում եմ քեզ, որովհետև դու հետագայում ունենալու ես բացասական նեգատիվ փորձառություն ծոմից։ Եթե դու չես կատարելու Աստծո պահանջները, որը նշվեց Եսայի 58-ում, մի մտի ծոմ։ Ես ուզում եմ, որ քո տան անդամները այս տարի պարզապես մի բանի համար Աստծուն փառք տան, դու շատ փոխվել ես։ Հավատա պարտադիր չէ, որ ասողին պատասխանես ոնց որ պետքն է։ Մի բան էլ մի պատասխանի։ Հիսուսը խաչի վրա կարար շատ ճշմարտություններ ասեր, բայց նա ոչինչ չասեց։ Այո, մի քիչ եկենք այս տարի նեղություն տանք մեզ, մի քիչ նմանվենք Տիրոջը, լավ, որովհետև այս տարին նրա ճանաչողության տարի է։ Ամեն։ Եթե դու ճանաչես ով է Հիսուսը, դու սենց չես ապրի։ Մատդ թափ տալով մի խոսա մարդկանց հետ։ Դու քրիստոնյա ես, մատդ օգտագործի սիրելու մարդկանց։ Մատդ օգտագործի ոչ թե ծեծելու, այլ շոյելու մարդկանց, որովհետև Աստված քեզ այս աշխարհի մեջ դրել է որպես լույս, որպես աղ, որպես մի անոթ, որի միջոցով Տերն ուզում է հասնի կոտրվածին, ջարդվածին, անմխիթարին։ Լսեցիք ինչ ասեց Եսային, լսեցիք, որ դեպքում Աստված չի արձագանքում ծոմապահությանը։ Ես չեմ ուզում, որ դու ձեռք բարձրացնես, որ ասես ես այնքան ծոմ եմ պահել եւ Տերը չի պատասխանել։ Ես այս կոնտեքստի վրա շատ երկար եմ աշխատել, որովհետև ես շատ մարդկանց եմ տեսել, որ տարիներով ծոմ եմ պահում եւ Տերը չի պատասխանել։ Ատե պրոբլեմ կա։ Չէր կարող չպատասխանել Աստված։ Ուզում եմ իմանալ ինչի չի պատասխանել։ Որ դեպքում Աստված չի արձագանքում ծոմապահությանը, եթե մարդու կյանքում կա հակամարտություն, բիտվա ոնց եք ասում, կռիվ, ապստամբություն, մտավ տուն, սաղի չոքերը թուլացավ, եկավ ինքը, ապստամբող մեկն է, հակամարտություն ունի իր մեջ կա անարդարություն, կամ եսասիրություն։ Նման մարդը թող չսպասի, եթե եւս 10 տարի շարունակի ծոմ պահել, մեկը այս ծոմապահությունը պատասխան չի ունենալու։ Ուզում եմ 3 վերջին բառերի վրա նայենք անարդարություն, եսասիրություն եւ կռիվ։ Ինչ ուզում եք ասեք այդ մարդուն, ինքը պարտադիր կռվի է շուրջ տալի։ Նկատել եք, այն որ ասում եմ գլուխ չեմ դնում սրա հետ։ Ոնց ես, լավ ես, այդանից ավել վախենում ես մի հատ նախադասություն ասես, որովհետև բռնեց, սկսվելու է, կռվել, ու ինչ ես կռվում։ Ինչ ես այդպես խր։ Ինչու ես 5 շաբթի օրը ասացի, ես եկեղեցու այն ծառայողները, որոնք այսօր այստեղ ասեցի ինձ հետ նստած են, այդ ծառայողներն այնքան են փոխվել, թույլ տվեք ես ասեմ։ Ես անուններ չեմ բարձրացնելու։ Բայց իրանք նստած են այստեղ ու իրանք գիտեն, իրանք շատ են փոխվել։ Ես տեսել եմ ինչ աստիճան են իրանք համեստ, խոնար, գլուխները կախ, լրակյաց դարձել։ Բայց տարիներ առաջ դա այդպես չէր։ Շատ ծոմեր պահեցին ու մի օր այդ ծոմ ազդեց իրանց վրա։ Ազդեց։ Եվ այսօր իրանք առիթ են տվել ես ուրախանամ իրանցով։ Ամեն։ Մի ուրիշ բան էլ նայենք։ Միայն Աստծո առաջ խորը եւ ազնիվ խոստովանությունը կփրկի քեզ։ Ինչու եմ սա գրել, որովհետեւ ուզում եմ ասեմ քեզ, որ երբ որ ծոմ ես մտնում, նոր մի քիչ առաջ ասեցի, կխնդրեմ որ բոլորդ ինձ նայեք, որտեւ ասելու բան ունեմ։ Տերը տեսնում է մեր սիրտը, Աստված կարդում է մեր ամեն մտքերը, եւ նրա առաջ չլինել մաքսիմալ ազնիվ
Դա շատ մանկամիտ մտածելակերպի մասին է խոսում։ Դավիթն ասեց. մտածածս, որ մտքերումս ունեմ, արտահայտվեմ, թե չարտահայտվեմ, մեկը դու գիտես Տեր, ավելի լավ արտահայտվեմ քո առաջ։ Ավելի լավ է խոստովանեմ քո առաջ։ Այո, անկեղծ։ Ես հիշում եմ երևի 25 տարի առաջ էր։ Հաստատ հիշում եմ, որ այդքան հնություն ուներ մի խոսք, որ Տերը ինձ սովորացրեց եւ ես իմ ականջին օղարեցի դա։ Գիտեք դա որն էր։ Ես մի օր իմ ներքին սենյակում աղոթում էի, ես այնքան շնորհակալ եմ Տիրոջից, որ Աստծո հոգին հասանելի է ինձ լսելու համար։ Ես մի անգամ աղոթում էի, ես հիմա ասում եմ քեզ եւ հիշում եմ այդ տեղը, որտեղ աղոթում էի, որտեղ ծնկների վրա իջած աղոթում էի, հիշում եմ հիմա պատմում եմ եւ հիշում եմ ինչպես Աստծո հոգին ինձ կանգնացրեց մեկ պահ եւ մի բան ասեց։ Ասաց այսուհետև մի բան իմացիր։ Ուզում եմ որ դու ես ավերցնես, որովհետև անպայման կտեսնես, որ սա քեզ շատ օգնելու է։ Ասաց եւ Ֆերման, երբ որ դու մեղք ես գործում, մեղք գործում եք դուք, չէ, գիտեմ ես, դուք չէ։ Դուք այստեղ տեստա։ Ես ինչ իրավունք ունեմ համարձակություն ասելու դուք մեղք։ Ասաց երբ որ դու մեղք ես գործում, երբ որ դու որևէ հարցում սխալ քայլ ես անում, դատիր քեզ այնպես Աստծո առաջ, որ Հիսուսին տեղ չտաս, որ երբ որ Հիսուսը գա քո կյանքի մեջ, քո ներքին սենյակ աղոթքի, քեզ չբռնի որևէ կեղտի վրա, դատիր քեզ այնպես, որ տեղ չտաս Հիսուսին։ Սա է կոչվում Աստծո առաջին խորը եւ ազնիվ խոստովանություն։ Ես ասում եմ մի բաներ, որոնք իմ կյանքի մեջ ոչ թե արել եմ, այլ նրանք մինչեւ այսօր հետապնդում են ինձ որպես կյանքի օրենք։ Այո։ Լավ, երկրորդ բանը, որ ուզում եմ նայենք, սա է. ինչը չի կարող համարվել աստվածաշնչյան ծոմ։ Ինչը չի կարող համարվել։ Մենք նայեցինք տարբեր տեսակներ, ասացինք մարդը կարա ծոմ չպահի առողջության պատճառով, մարդը կարա ծոմ չպահի, որովհետև նեղություն չի ուզում իրան տա, մարդը կարա ծոմ չպահի, չուտի չխմի, բայց որոշ կուրքերից եւ որոշ խնդիրներից եւ որոշ ուրեմն ցանկասիրություններից կամ մի բանից ասի Տեր, ես սրանից հրաժարվում եմ։ Հիմա ինչը չի համարվում աստվածաշնչյան ծոմապահություն, եկեք միասին նայենք։ Եսայի 1:12-ում սենց մի բան է գրված։ Ես նոր մի քիչ առաջ սրա մասին խոսեցի, բայց ուզում եմ որ մեկ անգամ եւս ասեմ։ Գիտեք, մարդիկ կան, որ գալիս են եկեղեցի, բոլոր եկեղեցիներում դա այդպես, աշխարհի բոլոր եկեղեցիներում դա այդպես, վարում են կրկնակի կյանք։ Ոնց բացատրեմ, երկակի կյանք։ Двойная жизнь։ Գիտեք, իրանք եկեղեցում այնքան համեստ են, եկեղեցում բոլորի ձայնը կլսես, իրանցինը չես լսեի, բայց դուրս գա, առնվազն 2 ժամ այստեղ ավարտվի, դուրս գա ինքը լրիվ ուրիշ մարդ է։ Հիմա նայեք, քո հետևից գնում է Աստված, էսի տեսնում է, եւ Եսայի 11-ում տես ինչ ասում։ Երբ գալիս եք իմ առջև երևալու, այսինքն կանգնելու իմ առջև, ով է ձեզանից պահանջում, ով է ձեզ սովորեցրել, որ իմ տաճարի գավիթները, սրահները ոտնակող անեք, այսինքն ոնց քեզ պահել ես դրսում, եկել ես մի հատ էլ Աստծո սրահը առանց ամաչելու, առանց զղջալու, առանց այդ մեղքը վրայից թոթափելու, ասում այդ ումից սովորակ, որ հելնեք դրսում ձեզ մի ձև պահեք, ու երբ որ գաք իմ սրահները, հա, ասում ոտնակող անեք իմ սրահները, ինչ ես կարծում, չեմ շարունակել նախադասությունը, հաջորդ համարները, բայց ինչ ես կարծում, ըստ քեզ, որ ասում դու ոտնակող ես անում իմ սրահները, նայի հա, ես տեսնում եմ, դու ստեղ մի ուրիշ ձև ես քեզ պահում, հելնում ես դու ուրիշ ձև ես պահում, եթե դու այն մեկն ես, որը դա քեզ է վերաբերվում, ապա իմանաս սրանից հետո Աստված ասում է, ես մի ժամանակ լռում եմ դեռ։ Պետրոսը նոր ուխտից աղաղակում է, թույլ տուր ասեմ ինչ ասում Պետրոսը, ես լսում եմ նրա խոսքը ու հիշում եմ, որ ասում է, եթե մեկը իրանը սենց է պահում, եկեղեցում ուրիշ ձև է պահում, հելնում է դուրս ուրիշ ձև է պահում, հետո հանգիստ գալիս առանց մեղքի զգացողության, առանց խեղճ մտանքի կարա հանգիստ նաև հաղորդությունը վեկալի, ապա ասում է քեզ բան ունեմ ասելու, այդ որ Տերը քեզ չի խփում մի ժամանակով, որովհետև Աստված երկայնամիտ է ու մտածում է ու հավատում է, թե դու մի օր կապաշխարես, կփոխվես, դրա համար չի խփում, ասում է նայի Դավիթը Սաղմոսներից մեկում Աստված ծաղր չի լինում, Աստված ասում է, դու անում ես տենց բաներ, ես լռում եմ ու դու կարծում ես ես քո հետ համաձայն եմ, գիտեք ինչ ասում, կդնեմ քեզ ոտիս տակ, կպատրեմ երկու մասի ու քեզ իմ ձեռից ազատող չի լինի։ Սա խոսում է այն Հիսուսը, որին մենք անվանում ենք Աստված սերը։ Այո, ես ուզում եմ, որ այսպեսի ավետարան քեզ կարուզեն։
Ես ուզում եմ այսպիսի ավետարան լսես եկեղեցիներից։ Ամերիկայի եկեղեցիները չեն քարոզում այսպիսի պատգամներ։ Նրանք քարոզում են պատգամներ, ինչը դուք եք հավանում, ինչը ձեր սրտին է։ Խոսելու եք, դուք այս տարի բարգավաճելու եք։ Բա որ չբարգավաճես։ Ում ես կանգնացնելու պատասխանատու։ Դու այս տարի ամուսնանալու ես, քեզով ասեց։ Կամ դու ես անելու, կամ դու ես անելու։ Սպասիր, ընկերս, հլա Աստծո պահանջները կատարի, հետո Տերը քո պահանջները կկատարի։ Մի քիչ առաջ էդի կարդացինք։ Եվ ես կասեմ, ահա ես։ Այսինքն ես կպատասխանեմ քո աղոթքին։ Ես կասեմ, ահա ես, պահիր այնպիսի ծոմ, որ Տերը երբ որ այցելի քեզ, ասի ես այստեղ եմ, ես ընդունեցի քո ծոմը։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ավելի բարձր ծափահարի Տիրոջը։ Չես մոռանա այս համարը։ Մի բան նայենք։ Եսակենտրոնությունն ու ինքնա, կա չէ մարդ, որ ինքը իրան սիրում է խղճացեք ինձ։ Եսակենտրոնությունն ու ինքնախղճահարումն են, որ կկործանեն մարդուն։ Կյանքում թույլ չեմ տա, որևէ մեկը գա ինձ խղճա։ Ես քո կարիքը չունեմ, մի խղճա ինձ, որովհետև եթե դու խղճաս, ես կթուլանամ։ Ես խղճելու ապրանք չեմ։ Ես խղճելու ապրանք չեմ, ես ասուն ունեմ իմ կյանքում։ Ես կարիք չունեմ, որ դու ինձ խղճաս։ Մի խղճա ինձ, որտեվ եթե դու ինձ խղճաս, ես տանջված եմ ես, դառապած եմ ես, աշխարհի հոգսը վզիս։ Գիտեք, կա երգեր, որ տարին 12 ամիս մենք երգում ենք Աստծո առաջ, տանջված կին եմ, տառապած կին եմ, հալածված ամուսին եմ, այսպես եմ, այնպես եմ, վերջացրու, չնկատեցիր, որ այդ երգը, որ այդ խոսքը չտվեց իր արդյունքը այդպես էլ քո կյանքում։ Ես ուզում եմ քեզ մի բան ասեմ, ինչ խոսակցություն, որ ունես քո կյանքում, այդսախ Հիսուսի հետ տար։ Լավ, իրա մոտ գնաս, ես խեղճեմ։ Լավ, իրա մոտ գնաս, Տեր, ես վաշու եսասեր եմ։ Իմս առաջինը, եսասերություն, եսակենտրոնություն, ինքնախղճահարում կկործանեն քեզ։ Ուժեղ եղիր։ Բավական է սպասես, որ մարդիկ ասեն, ինչ հալածված կին ես դու։ Դու սնվեցիր։ Եթե մեկը դրա կարիքն ունի, իջնեմ ներքև, ես քեզ ասեմ, ինչ մեղք ես դու, ինչ մեղք ես դու։ Չանես այդպես բաներ։ Չթողես, որ մարդիկ քեզ խղճահարեն, որտեղ խղճահարության արդյունքում զոհի պես մեկն ես նայվելու։ Ուժեղ եղիր։ Ինչու՞։ Որովհետև այն հոգին, որ Հիսուսին հարություն տվեց մեռելներից, ապրում է իմ եւ քո ներսում, չկա ոչ մի խղճահարություն։ Ամեն։ Դու գնա աշխարհին խղճա, որ ասուն չունեն իրենց կյանքում։ Այո։ Դու գնա աշխարհին մխիթարի, որ Տերը չունեն իրանց կյանքում, որ Պենտագոնը թռչողոթաբարձացի Ամերիկայի ոտերը թուլացել է տակը, բայց դու մի վախեցի հանգիստ նստիր, մինչև իրանք կհասցնեն իրանց գործերը Տերը քեզ կտանի արդեն, իրանն ես դու, բոլորդ որ այստեղ նստած եք, Աստված կպատասխաներ հիմա ձեզի, ես ձեր բոլորի ոչ մեկի ոչ հագածն եմ տեսնում, ոչ կապածը, ոչ թրաշը, ոչ անթրաշը, ես ձեզ բոլորի տեսնում եմ Որդու Սարյան տակ, հասկացաք, ահա պատճառ, որ ես ձեզ սիրում եմ, ահա պատճառ, որ ես ներում եմ, ահա պատճառ, որ ես ընդունում եմ ձեզ, ես բոլորի տեսնում եմ իմ Որդու թափած Քավչարար եւ Սուրբ Արյան տակ։ Ոյ, Տեր ինչ տանջված, սաղ ընտանիքի հոգսը վրա սադրած, հերոս ես, որ ընտանիքի հոգսը վրա տադրած, որով Աստված քեզ տեսել է ուժեղ մեկը, որ կարաս այդ հոգսը տանես, ես է քեզ կասեմ, պրոստը մալացեց, ես քեզ չեմ ասի խեղճքին, ուրիշները բալմասկարատ են եթում դու ընտանիքի հոգս ես քաշում, ես այստեղ համարյա բոլորի ընտանիքներում եմ եղել, և տեսել եմ, որ ձեր մեջ կան ուժեղ կանայք և տղամարդիկ, որոնք տանում են իրենց ընտանիքի հոգսը ծպտուն չհանելով։ Դա Տերը տեսնում է, այո, դա Տերը տեսնում է։ Մի բան արի նայենք, վերանայիր քո տեսակետները, քանի որ ինքնաարդարացումը ու կարեկցանքը քո անձի նկատմամբ չեն օգնելու քեզի, չեն օգնելու, մի արայսի, չեն օգնելու, դրանք քեզ ավելի են թուլացնելու։ Եկ մի բան էլ նայենք։ Էլ ինչը չի համարվում աստվածաշնչյան ծոմապահություն։ Այս որ մնացածը տեսար, ասում ես չի համարվում աստվածաշնչյան ծոմ, ասենց ծոմ չմտնես, որ նստես ասես ոչ մեկին չի հասկանում է խղճումերից դե, ոչ մեկին չի խղճում, դες իրանց տան Սիմոնն եմ, Սիմոն տար, Սիմոն բեր։ Փառք Աստծո, որ դու կաս, դու էլ Սիմոնն ես, ուրեմն ուժ ունես, Սիմոն ես։ Մի օր կգա, որ Սիմոնից ուրիշ մի հատ պոզիցիայի մեջ կկանգնես, մի մտածիր։ Փառք Աստծուն, որ ընտանիք ունես։
Փարկասում որ երեխաներ ունես, հոգս ունես, ինչ օրհնյալ բան է։ Հոգսը, բայց քաղցր հոգսը։ Այո։ Արի ուրիշ տեսանկյունից նայենք։ Բայց ինչ ես անում, հոգնել ես այդ տան անդամներից։ Տար աճուրդով դրանց ծախի։ Տար ծախի ուրիշի լավը բեր ձեր տուն։ Դա քո ընտանիքն է։ Աշխատում ես ում համար։ Իրանց փարկասում որ աշխատում ես։ Գումար ունես որ տանես տուն, փարք տիրոջը որ ունես, ուրիշները դա էլ չունեն։ Այո։ Հիմա ստեղ որ մեկը խղճահարվեցիք։ Հիմա ստեղ ամեն մեկը ասացի որ փարք տիրոջը։ Ինչ ա եղել։ Աշխատում եմ ընտանիք ունեմ, բա փառք Աստծուն, Աստված ինձ ուժ տվե, աշխատեմ ընտանիքիս պահեմ, վերջացավ գնալ։ Ինչ ես լացում։ Բոլորն էլ տանջվում են։ Աստվածաշունչն ասում է արեգակի տակ քո քաշածը հոգու տանջանքով։ Ուտենց ասում Աստվածաշունչը։ Չի ասում որ լավ լինելու։ Ասում է ամեն ինչ հոգու տանջանքով։ Տանջանքը բա ի՞նչ է։ Էլ ինչը չի համարվում Աստվածաշնչյան ծոմապահություն։ Ուրեմն նայեք տակը գրված է. հրաժարվել հացից եւ ջրից առանց աղոթելու եւ կարդալու, սա հացադուլ է, այլ ոչ թե ծոմ։ Մենք անգամ ասացի, մի հատ եմ հաստատում։ Հաջորդը մեկ ուրիշ բան նայենք։ Հիմա նայելու ենք ծոմ պահելու 3 կարևոր պատճառներ ըստ Աստվածաշնչի։ Ինչ է ուզում Աստված ծոմ պահողից, որ երբ որ գա իր մոտ, ինչ է ուզում։ Խոնարհություն, հայտնություն, կարիք։ Այսինքն ինչ հայտնություն կարիք։ Նայեք, մարդկա խոնարհվում է Տիրոջ առաջ եւ այդ խոնարհությունը բերում է իրան պատասխան։ Մարդկա որ չունի խոնարհության խնդիր, բայց կարիք ունի որ Տերը հայտնի, թե այս ինչի է այս խնդրը հայտնվել իրանց տանը, իր կյանքի մեջ։ Մարդկա էսի չունի, ունի ուրիշ կարիք եւ կուզի կարիքով գա Տիրոջ առաջ եւ ասի Տեր, իմ հոգսս երեխաս է, կինս է, ամուսինս է, առողջությունս է, խոնարհության կարիք ունի մեկը կգնա սրա համար, Տեր խոնարհացրու մեռան երեսիս խփելով աճուծաղ։ Խոնարհացրու ինձ Տեր, դու խոնարհ ես Տեր։ Ինչպես եղավ որ դու այդքան խոնարհ եղար, ես քո աղջիկն եմ, ես քո կտորն եմ, ես չեմ կարա ուրիշը լինեմ, ինձ էլ խոնարհացրու։ Մեկը հայտնության կարիք ունի, օրինակ ես այս 3-ից մեկը ես ունեմ, սրա միջոցով մտնելու եմ ծոմապահություն։ Որն է քոնը այստեղ նայիր։ Եթե դու ունես, վստահ եմ, երևի 90%-ը վերջինն է, կարիք ունեն, դրա համար ծոմ ենք պահում, որ Տերը պատասխանի։ Մարդիկ կա, որ ուզում են, որ Տերը իրանց հայտնի։ Հիմա թույլ տվեք այս 3 բաները բացեմ, որ ավելի պարզ լինի։ Գնացինք։ Խոնարհություն։ Ես չեմ կարդալու համարները, թեկուզ մեր PowerPoint-ի աշխատողը ծավալուն աշխատանք տարե, որ դուք բոլորդ կարդաք, բայց ժամանակի առումով ի վիճակի չենք, որտեղ բոլոր համարները կարդալու մոտ 15 րոպե ժամանակ կվերցնի։ Սա թողնում եմ ընդհանրապես դուք նկարեք, բայց ես ուզում եմ բերեմ օրինակներ։ Խոնարհությունը Նինվեի փրկության համար։ Նինվե քաղաքը կործանվում էր, եթե կարդացել եք, Աստված Հովնան մարգարեին է ուղարկում եւ Նինվեում հայտարարում են ծոմապահություն, քարոզվում է Հովնանը քարոզում է Աստծո խոսքը եւ ժողովրդին առաջարկում է ծոմ վերցնել, խոնարհվել Տիրոջ առաջ, ինչը որ նրանք արեցին եւ դա փրկեց իրանց։ Հաջորդը։ Խոնարհություն Նինվեի փրկության համար էսի տեսանք հաջորդը։ Իմ նոր սլայդը կմիացնի։ Այս 3-ի համար էլ Դավիթը խոնարհություն արեց, տեսեք օրինակ Սաղմոս 35-ը 13-ը շատ կարճ է, դրա համար կկարդամ։ Իսկ ես Երբ նրանք հիվանդ էին, քուրձ էին հագնում ու ծոմով խոնարհեցնում էին իմ հոգին եւ իմ աղոթքը վերադառնում էր Տեր իմ ծոցը։ Մեզ պետք է խոնարհվել Տիրոջ առաջ եւ ասել Տեր, ես ծոմով եկել եմ քո առաջ։ Ես հոգնել եմ կռվելու մարդկանց հետ, ես հոգնել եմ մարդկանց բան բացատրելուց, ես հոգնել եմ տանը մենամարտներ եւ պատերազմներ սարքելուց, հոգնել եմ Տեր, ուզում եմ Տեր, տաս ինձ պարունակություն, օգնի որ ես խոնարհվեմ քո առաջ եւ ես ամեն ինչից խոնարհությամբ անցնեմ, հավատամ պայման օգնելու է Տերը։ Հաջորդ բանը, որ տեսնենք։ Ուրեմն Մնացորդած գրքում 23-ում գրված է Իսրայել ժողովուրդը խնդիր ուներ, որովհետև պարտության սպառնալիք կար։ Եթե դու զգում ես, որ դու մի գործ ունես, եւ այդ գործը գլուխ չի կարողանում գա, կարող է դա կորցնես, կարող է պարտվես, կարող է որևէ խնդիր ունես, որը չկարողանաս հաղթել, փաստաթղթերի խնդիր, դատ ունես կամ որևէ մի բան ունես, ասում է պարտության սպառնալիքի համար Իսրայելը խոնարհվեց Տիրոջ առաջ, այո, Հովսափաթը վախեցավ, դեմքը դարձվեց դեպի Տերը, որոնելու եւ հրամայեց ամբողջ Հյուդայում պահք ծոմ հայտարարել, խոնարհվեցին Տիրոջ առաջ, վախ ունեին սպառնալիք, որ հողը կորցնելու են, թշնամին, որն է քո վախը, որն է վախիդ
այդ կորստի վախը, ինչի համար ես վախենում, առողջությունդ կորցնես, վախենում ես դատ ունես չշահես, փաստաթղթերի հարցեր ունես, ծոմը տարվա այն հրաշալի այս ժամանակը հունվարը տարվա ստարտային ամիսն է, հա առաջին ամիսն է, որի հիմքը ոնց դրեցիր ամբողջ տարին կգնա, վերցրու այս ծոմապահությունը, որ խնդիրը որ տանջում է քեզի, որը կարծում ես թե ինչ կբերի հետագայում քո կյանքում, հիմա հատ-հատ նայում ենք, դրանցից մեկը վերցրու, այդ դրան համապատասխան համարները վերցրու, ու երբ որ վաղը ծոմապահությունը կսկսի, իջնես Տիրոջ առաջ աղոթքով եւ ծոմով բաց սուրբ գիրքը, սա հոգեվոր ժամանակ է, խոնարհվի Տիրոջ առաջ, կարդա այս համարները, ասատես Հովսափաթը ասենց խնդիր ուներ, օ Դավիթը այնց խնդիր ուներ, Նինվեն կարդա այդ պատմությունները, այդտեղից Տերը քեզ պատասխան է տալու։ Հաջորդը նայենք։ Հայտնության համար։ Մարդիկ օրինակ կարիք կա, որ Տերը հայտնի։ Ինչի Տեր։ Ես այսքան տարի ես ինչ մի բանի համար աղոթում եմ, դու տենց էլ չես պատասխանում։ Երեխայիս համար եմ ասենք աղոթում, երեխաս ուզում եմ ամուսնանա, աղոթում եմ Տեր, մեկը կա մի լավ Աստծո տղա կամ լավ Աստծո աղջիկ, բերես երեխայիս կյանքում եւ այլն ես կոմենկոմ, աղոթում եմ, Աստված չի պատասխանում։ Աղոթում եմ, չեմ ուզում ձեր բարձրացնես։ Աստված չի պատասխանում։ Ուզում եմ հասկանամ Տեր, ինչն է սխալ այստեղ, որ դու չես պատասխանում։ Մենք նայեցինք ինչը, խոնարհվելը։ Հիմա հաջորդ բլոկն ենք նայում, հայտնությունը։ Աստեղ Դանիելի 10:2-ում գրված է, որ Դանիելը 21 օր ծոմ պահեց, ու Դանիելը ծոմապահության ժամանակ 21 օր մնաց աղոթքի մեջ, օրը 3 անգամ, նայեք, ծոմը սենց էր պահել, օրը 3 անգամ մարդը աղոթում էր, ինչու էր աղոթում, Իսրայելը Բաբելոնի գերության մեջ էր, ինքներ էր Բաբելոնում, աղոթում էր, որովհետև Աստված ասել էր, որ իրանք 70 տարի կլինեն գերության մեջ, բայց անցել էր արդեն 75 եւ Աստված չէր կարող սխալվել, ինչու 70-ը 75 դառավ, որովհետև դրա համար կանգնող եղավ աղոթող չկար, եւ Դանիելը գտնվեց այն մարդը, որ կանգնեց ասելու, բայց խի ժողովուրդը չի ազատվում, ուզում եմ հայտնես ինձ Տեր, ասա ինձ պատճառը, ինչու այս հարցը չի լուծվում մեր տան մեջ Տեր, հիմա էսի խոնարհության խնդիր չի, էսի հայտնության խնդիր է, ուզում եմ հասկանամ, խի չի լուծվում այս խնդիրը, եւ գրված է, երբ որ Դանիելը ավարտեց իր ծոմը եւ Աստծո մարդը հայտնվեց, եթե կարդացել եք այդ տեղը տեսել եք, եւ գետի բերանում սկսեց Դանիելը կանգնած էր, տեսավ իրան եւ շորերն նկարագրում ինչպես էր, դա Հիսուսն էր, եւ խոսեց Դանիելի հետ, ասեց. «Այն օրը Դանիելով Աստծո մարդ, որ օրեն առաջի օրը, որ սիրտը տվեցիր ծոմապահության եւ հասկացողության, թե ինչի համար ես ծոմ պահում եւ եկար Տիրոջ առաջ, հենց այդ օրը արդեն պատասխանդ պարզ էր»։ Օ, բա 21 օր խի տանջվեց այս մարդը, կար հակամարտություն դիվական աշխարհում։ Ծոմապահությունը այն ժամանակն է, որ քեզ կզորացնի, քեզ կթարմացնի, կազատի մեղքից, կլվա ֆիլտրներդ, մաքուր կդարձնի, որ երբ որ դուրս գաս քո թշնամու դեմ, կեղտ չբռնի թշնամիդ քո վրա, որ պայքարը հաղթես մինչև վերջ։ Ամեն, Թուր Աստծուն բարձր ծափարություն։ Հաջորդը։ Միս։ Սա գնա։ Սա էլ գնա, ամբողջ համարները բացած է, մենք այսքանը չենք կարող կարդալ, սա ընդամենը ֆիքսեք տանը կկարդաք, հաջորդը, ասում է հայտնություն ստացան, հիմա Բարնաբասին վերադառնանք եւ Սողոսին նոր կտակարան, աշակերտները, Քրիստոսի առաքյալներն արդեն նորուխտներ, նայեք Գործք առաքելոց 13 գլուխներ, արդեն Հիսուսը համբարձվել էր, արդեն Պենտեկոստեն եղել էր եւ արդեն սկսվել էր նոր կտակարանյան առաջին եկեղեցին եւ աշակերտները որոշեցին ծոմ պահել։ Ծոմ պահել, այդքան Հիսուսի հետ ման էին եկել, բավական չէր են ճանաչողությունը ուշադիր այստեղ, բավական չէր են ճանաչողությունը, որ ունեին աշակերտները, էլ ծոմ չպահեին, որ Աստված բացատրեր, ինչա պետք անել, 3.5 տարի նրանց բացատրել է, ինչպես պետք է ծառայեն, ինչ պահանջներ Աստված ունի, ինչ է պահանջում Աստված Աստծո մարդից, բավական չէր դուք նորից վերցրեցիք ծոմ, միթե չէիք ճանաչում Հիսուսին, այո անհրաժեշտ էր, գիտեք ինչ են վերցրել ծոմ, Հիսուսն ասեմ, մենք վերջում մի հատ համար ենք կարդալու, բայց ես շտապում եմ իրան հիմա ասեմ, ասաց քանի հիմա ես այստեղ եմ, իրանք ծոմ չեն պահի, որտեղ փեսան իրենց հետ է, բայց այն օրը, որ օրը փեսան ինքը կվերցրվի երկինք, այդ օրը թողի աշակերտները ծոմ պահեն, որտեղ ես երկրի վրա չեմ, իրանք հայտնության կարիք ունեն ու ես կտամ։ Ամեն։ Հիմա նա վերևում էր, արդեն փեսան վերցրված էր եւ աշակերտները ծոմ պահեցին, առաքյալների միջից ծոմի ժամանակ խոսեց Աստծո հոգին եւ ասեց, հայտնություն տվեց. Մայքը եւ Վիկան առանձնացեք ձեր երկուսով, գնացեք այսինչ տեղը։ Ահա, այնտեղ գրված է, որտեղ պետքա գնան, չեմ ուզում սրա վրայով անցնեմ։ Գնանք, այն մի երկուսին առանձնացրեց, Աստծո հոգին ասեց։ Հայտնություն տվեց, բաժանեց իրար եւ առաքյալներին տարբեր տեղերում ուղարկեց։ Եթե դու նման հայտնության կարիք ունես, ծոմապահությունը այդ ժամանակն է։ Հաջորդ բանը Կորնելիոսը, անհավատ մի հատ մարդ էր, անհավատ Կորնելիոսը, եթե չեմ սխալվում,
իտալացի պիտի լիներ, Կորնելիոսը, իտալացի էր, այո։ Սա հրյա չէր, ոչ մեկը չէր, բայց այս մարդը շատ եմ սիրում այս մասը կարդալ Գործ Առաքելոցի։ Եվ այս մարդը գրված է աղոթք արեց, ծոմ պահեց, եւ հանկարծ Պետրոս առաքյալը, որը հեթանոսների շուն էր համարում, կեղտոտ էր համարում անմաքուր, հանկարծ տանիքում նստած, տանիքում մեկի տունը հյուր էր գնացել, տանիքում նստած մի տեսիլք տեսավ, որ Աստված իր հետ խոսեց, որ ինչը ես մաքրել եմ, դու ով ես, որ ասես կեղտոտա։ Դու ով ես, ես ամեն ազգերի համար եմ եկել։ Եթե դու ամեն ազգերին շուն ես համարում, բացի ձեզանից լավ չես անում, որովհետև ես մեռել եմ բոլոր ազգերի համար, դրանցից մեկը դուք եք։ Եվ վերկացավ ասեց գնա այս ինչ մարդու տունը, այս մարդը աղոթում է, գնա իրան ասա, թե ինչ է ասում Տերը քեզի։ Երբ որ եկավ Կորնելիոսը գիտեք ինչ ասեց։ Ասեց այսօրվանից 4 օր առաջ, այսինքն մի 4 օր առաջ ծոմերի մեջ էի, աղոթում էի, եւ հիմա դու եկար։ Այսինքն Տերը պատասխանեց։ Ծոմի մեջ էի, աղոթում էի, աղոթքս վերջացրեցի եւ Աստված հայտնություն տվեց քո միջոցով։ Աստված ասեց, որ ես մենակ չեմ եկել հрьяաների համար, եկել եմ հեթանոսների համար։ Դու գիտեք ինչ կատարվեց Կորնելիոսի տունը 4 օրեր ընդամենը ծոմ պահ է։ Գրված է Սուրբ Հոգին իջավ եւ նոր կտակարանում առաջի կանայք, որ տեսնում ենք Մարգարիացան եղան Կորնելիոսի աղջիկները։ Թափեց Սուրբ Հոգին իրանց վրա, ողողվեց Սուրբ Հոգին, եւ էսի հրյայի համար Պետրոսի շատ զարմանալի էր, Սուրբ Հոգին նաեւ ուրիշ ազգերին է կպնում, Սուրբ Հոգին նաեւ ուրիշ ազգերին է փրկում, Պետրոսը նոր տեղը բերեց էս բերը տեղը, մինչև այդ չէր բերեմ։ Մի անգամ էլ Պողոս Առաքյալը սրան այս կեղտավորության համար մի հատ լավ հանդիմանեց 2000 տարի ավետարանը քարոզվում է Պետրոսի կեղտավորության մասին խոսում են։ Եկավ ասեց դու բոլոր հեթանոսներին շուն ես համարում, այս խես հեթանոսների հետ նստայի կեղծավոր հաց ուտում։ Էդի գրվեց ավետարանում, որ 2000 տարի քարոզում ենք, իմանում ենք Պետրոսը sense խայսաթել է ունեցել կեղծավոր։ Հաջորդը։ Հիմա կարիքների մասին ենք նայում։ Մարդկա կարող է ասի, գիտեք, ես հայրենասեր եմ եւ իմ հայ ազգը կարիքի մեջ է եւ ազգի փրկության համար եմ ուզում կանգնեմ։ Դա կարիք է, այո։ Այդտեղ մենք նայում ենք Եստեր թագուհուն, որի մասին մենք շատ անգամ ենք լսել։ Եստերը երբ որ իր մուրդքեից հորողբորից լսեց մուրդքեից, որ ուրեմն Շոշան քաղաքը, որտեղ իրանք հավաքված էին, այդ քաղաքը, որտեղ ապրում էր Եստերը եւ ապրում էին հрьяաները, դա Շոշան քաղաքն էր եւ այդ քաղաքում ուրեմն հрьяաներին պատրաստում էր ամանը ամբողջությամբ բնաջինջան էր, նա հայտարարեց 3 օր ծոմապահություն, սա ամենադժվար ծոմն է, տոտալ ծոմ, 72 ժամ, առանց ուտել, առանց խմել։ 72 ժամ տոտալ ծոմապահություն, գրված է 3 օր, մարդկա ասում է, ես չեմ կարող, ես մի օր չեմ կարող ուտեմ, լսեք, այս ծոմապահության ժամանակ հայտարարված էր, որ տան կենթանիներն է ջուր չխմեն, կենթանին, որ կենթանի է, շունը, կատուն, կովը, ոչխարը, հավը, սրանք է ջուր չեն խմել եւ հաց չեն կերել 3 օր, որովհետեւ եթե քո կյանքում ռեալնի դու փրկության կարիք ունես, եթե դու տեսնում ես մի խնդիր, օղակը նեղացրել է քո կյանքում, ուրեմն պիտի ուտել խմելը քո համար 10-րդական հարց լինի։ Պետք է կանգնել այդ կարիքի համար, խոնարհվել եւ ասել Տեր, ընտանիքումս պարակտություն կա, ընտանիքումս կռիվներ եւ վեճեր կա։ Ասենք ծնողը երեխային չի հասկանում, երեխան ծնողին չի հասկանում։ Տեր, ատմոսֆերան մեր ընտանիքում մտնոլորտը մեր ընտանիքում անառողջ է Տեր։ Աղոթում եմ ընտանիքիս համար, փրկի ընտանիքիս Տեր, կամ որևէ մի խնդիր, որը փրկության կարիք ունի, պրոբլեմ փրկության կարիք ունի, սա կարիքների համարներն է։ Հաջորդ կարիքը նայենք եւ Դավթի որդու փրկության համար Դավիթը, գիտեք, 7 օր ծոմ պահեց, ընկավ Տիրոջ առաջ, գետին եւ աղոթում էր Տեր, իմ կարիքս հետեւյալն է, իմ նորածին որդին մեռնում է, Տեր, փրկիր իրան։ Բնականաբար Աստված չփրկեց ու դուք ասես, բա դուք ինչ եք ես համարը տեղադրել, որ ասեմ, եթե անուղիղ բաների համար ես խնդրում, ինքը չի օրհնի, որովհետև Դավիթը անուղիղ բաներ արել։ Դավիթը սպանել էր Վերսավիայի ամուսնուն, նրանից էլ հղիացել էր, բռնաբարել իր կնոջը, մի հատ էլ որդի էր ունեցել, ուզում էր Աստվածը քավորը կանգներ։ Եվ Աստված ասեց հաստատ 7 երեխան ծնվեց արդեն դժվարությունով, 7 օր հայրը ընկավ գետին չկերավ չխմավ, գրված է 7 օր գետնի վրա երեսնի վար պարկեց ու Աստված ասեց՝ մի տանջի քեզի, մեկը քեզ չեմ լսելու, ես երբեք չեմ օրհնում մեղքը։ Ճանաչիր Հիսուսին։ Հաջորդը։ Մենք մոտենում ենք արդեն ավարտին, Հաջորդն ենք նայում։
Առաջնորդության կարիք պատերազմը ուրեմն տանելու համար ես սրա մասին խոսեցի, սա շատ կարևոր տեղ է։ Եթե դու զգում ես, որ մի խնդիր ունես եւ այդտեղ պարզ զգում ես, որ դու հոգեվոր հարձակման տակ ես, ես եթե չեմ սխալվում, անցյալ կիրակի էր մի փոքր ակնարկեցի այդ մասին։ Եթե դու չես սիրում Սուրբ Գիրք կարդալ, եթե դու տարիներով Սուրբ Գրքին մատդ չես կպցրել, դու չես սիրում ներքին սենյակ ունենալ, աղոթել եւ քո խնդիրները բերել Աստծուն, երկրպագել Տիրոջը, փնտրել Աստծո երեսը, ստեղծել մտերիմ հարաբերություններ Աստծո հետ, ապա քեզ բան եմ ուզում ասեմ, դու հարցակման տակ ես, որովհետև միայն դիվական հարցակում ունեցող մարդիկ, ովքեր իրենց վրա այդ հարցակումը ունեն, առաջի բանը որ կկտրեն իրենց Աստծո խոսքից, երկրորդը կկտրեն աղոթքից, երրորդը կկտրեն եկեղեցուց։ Սատանան քեզ դրել այնպեսի հարցակման տակ, որ նման բաները սրտիդ մեջ ցանկություն չունենան, չբարձրանան։ Այդ այնց հարցակման տակ ծոմապահությունը այն ժամանակն է, որ այս մեծ խնդիրը կարող է քո կյանքից մաքրել։ Պատկերացնում ես, ինչ որ մեկը կանգնի քո տան դռների առաջ եւ քեզ ամեն օր չթողի դու տուն մտնես քո հարազատներին վայելես, նրանց հետ խոսես, նրանց հետ շփվես, նման մի բան սա է, Տերը թույլ չի տալի, որ դու մոտենաս Աստծուն, կարդաս նրա խոսքը, շփվես նրա հետ, մտնես Աստծո ընտանիք, ինչու շատ մարդիկ եկեղեցի չեն գալիս, Աստվածաշունչը դրա համար պատասխան ունի, ասում է ամբարիշտը, ում սիրտը հաշտ չէ Աստծո հետ, սուրբերի ժողովքում չի կարող կենալ։ Ես շատ խորը կմտածեի, եթե որևէ քարոզիչ այս բառը ինձ բեմից ասեր, ոնց ես ամբարիշտ եմ, ես չեմ գնում եկեղեցի, երբեք չեմ գնում եկեղեցի, հա, բայց ասում է ամբարիշտները չեն կարա կենան արդարների ժողովքում, ես չեմ գնում եկեղեցի, չեմ սիրում, որ ինձ եկեղեցի են տանում, ուրեմն իմ սիրտս ամբարիշտ է, խռով Աստծո հետ, պրոբլեմ կարիք համար առաջին։ Հաջորդը նայենք, ծոմը դադար է, որը թույլ է տալիս մեզ անցնել սովորականից դեպի անսովորի։ Ուզում ես քո կյանքում ինչ-որ մի բան, այլևս նույնը չլինի ինչպես անցյալ տարի։ Նույն ձև չխոսաս, նույն ձև չմտածես, նույն ձև աստվածպաշտություն չունենաս այդ նույն տեսակը, հա? Ծոմապահությունը դա քեզ մի level բարձրացնում է, այն թարմացնում է քեզի։ Ծոմապահությունից հետո կզգաս մի հատ բան ասեմ։ Այդ ծոմապահության օրերին, երբ որ տան անդամները որևէ անշնորհք բան կասեն, դու անմիջապես կզգաս, սա քեզ դուր չի գալիս։ Որովհետև դա նշան կլինի, որ դու սրբության մեջ ես։ Դու կզգաս, որ չես ուզում հեռուստացույց նայես, չես ուզում որևէ աշխարհային աղբով լցվես, չես ուզում, որովհետև դու մաքրվել ես, մնացել Տիրոջ ներկայության մեջ, աղոթել, կարդացել, սրբվել, ուզգում ես, որ տան անդամները հեռու չեմ ասում վաղ առավոտ, որ գնաս աշխատանքի տեղը, այնտեղ անպայման դատենալու ես, ու դու նկատում ես, որ իրանք հայոյանք, մայոյանք, մյուսը եսի, ու դու զգանում ես, դու իրանց նման չես, դու իրանցից չես։ Այո, հավատացյալ մարդը պիտի տարբերվի աշխարհի մարդուց։ Բայց եթե քեզ ոչ մեկ չի տարբերում, որ դու հավատացյալ ես թե անհավ, խմողի հետ խմար, ծախողի հետ ծխար, հայոյողի հետ հայոյեցի, կազինոյա կխաղանք ինչ է եղել, Յուրիկ եղբայրն ուզում է կազինո խաղա, ես եք խաղամ, ապրեցնեմ իրան։ Ինչ է անհրաժեշտ տեսնել, երբ մոտենում ենք ծոմին։ Սա նայիր տակը գրված է, ուշադիր, գրված է տակը, ծոմ կուրքերից համացանց անունով, ցանց։ Եթե դու առանց ինտերնետ չես կարում, սա քո հաճույքն է, սա այն է, ինչը շարժում է քեզ։ Ով է այստեղ տեսել Հոլիվուդի նարկոմաններին, որ սասկան։ Տեսել եք։ Այն օրը այսը մեկի հետևից ընկել էր, մի հատ տղա շալվարը իջացրեց մի քիչ, սարոշկեն բացեց, կանգնեց, ես եմ նարկոմանից տարվեք։ Էդի Հայկլներ անպայման այն Հոլիվուդում տեսել եք, չէ՞, ասենք սենց ո՞նց է թեքվես, սենց կանգնե, ու սենց ոտն է բարձրացել, ու սենց մի ժամ մնացել է, ուզում եմ անեմ չեմ կարող, ոնց է ներվային սիստեմս լավ չի։ Վերջը, ատենտ, այն մեկը սենց ինչ-որ սենց կանգ, տեսել եք Հոլիվուդում, ենք գյոզալ քաղաքետի ճորն ենք գծե, մի խոսքով, ատենց կանգնած է սենց բան, գիտեք ինչի մեջ է, դոզայի մեջ է, բայց այդ դոզան հենց որ ավարտվեց, լսեք մի բան, իր մոտ լոմկա է սկսվելու, դուք հասկանում եք լոմկա ինչ է, ես անգլերեն ուզեցել եմ լոմկա գտնեմ, մի հատ այնց բառեր ասում, այդ բառը բանկում են օգտագործում, փոխանելուց, ասացի չխայտարակվեմ բեմից ասեմ, դրա համար ասացի ավելի լավ ասեմ, այդ բառներ, բայց էդի բանկում են օգտագործում,
բայց օգտագործում են։ Անենցա որ տեղյակ ենք, մենք էլ ենք տեղյակ անգլերենից։ Ալելույա, փառք Տիրոջը։ Այս ասացի մի քիչ ուրախանակ։ Բայց ինչի համար ես նարկոմանին օրինակ բերեցի։ Նարկոմանը, որ իր օրական դոզան չստացավ, ինքը լոմկայի մեջ է, խիա լոմկայի մեջ, որովհետև դա ինչ էդի են դոզան, այնա ինչը իր շարժում է այս աշխարհում։ Այդ դոզան ստացա, կապ չունի ինքը պարուր սևակի արցանը կամ ինքը մեկը։ Հասկացա՞ր։ Այդ իր դոզան է։ Այդ այնա ինչի համար ինքը արթնանում է։ Այդ այնա ինչ իրան պետք է։ Այդ այնա ինչը շարժում է իրան այս կյանքի մեջ։ Պարզ է։ Քո դոզան որն է։ Եվ քո լոմկան որն է։ Որն է, որ քեզ բերում է, եթե ես առավոտյան չարթնանամ, չէ, մարդկա առավոտյան արթնանում է 5 րոպե Սուրբ Գիրքը կարդում, 5 րոպե աղոթում է, այդ այնա ինչով ինքը շարժվում է, բայց մեկը կասում է, չէ, իմս կոֆես է, աչքերս բացում եմ, ասենց էթում եմ կոֆեին, այդ այնա ինչով ինքը շարժվում, ես կոֆե չխմեմ, չեմ կարող մտածեմ, ես կոֆե չխմեմ, այտենց կա ստեղ կոֆե սիրող, բոլորը սիրում են, գիտես 6 հոգի բարձացեց ձեր, մտածեցին չկպնեմ եզի հանգարց, օրնակ ես կոֆե շատ եմ սիրում, կլի անձնի մի օր պատասխան է, հելի մետ անձնիվ ասա, կոֆե սիրում եք, բոլորն ասեցին այո, բախի մինչև էդ չէիր բարձացնում, լավ, ալարում էր երևի, լավ, ոչինչ, ասեք որ առավոտ կանող որ արթնանում է, մետ կոֆե դիր, տնեցիքին, մետ կոֆե դիր, զգում եք, այդ ճմռած այդ վիճակում մարդը չի հասցնում գնա լվացվի եւ այլն ճպրակալած եւ այլն դոզան այդ կոֆեն խմեն դզվա արդեն կարող եմ մտածեմ գիտեք այդ ինչ է այդ իր դոզան է եւ դա այն ինչը առավոտյան ինքը քնում է իրիկունը որ առավոտ արթնանա էդի շարժի իրան այս սոմապահության ժամանակ այդ կոֆեն էլ որ վերցրվում է ուղեղը ստրակվում է չեմ կարողանում ոչ մտածեմ, գլուխս գցավա, դա դժվար ժամանակ է, բայց հաջորդ օրը սովորելու ես էլ չի ցավում։ Եթե դու իմ Աստվածաշունչը բացես, դու մի բանից ապշելու ես։ Իմ Աստվածաշունչի արջևի, հետևի, մեջտեղի սաղազատ թերթերում գրված է, թե ես ինչքան ծոմ եմ պահել։ Այդ ծոմից ոչ խելագարվա։ Մի բան էլ ասեմ, քաշս էլ չգցեցի, ոնց որ պետք է։ Ամեն ինչ տեղը մնաց, Աստված կանտորել տակ է պահում։ Բայց ես Աստծո մեջ մեծացա։ Ես գայուն դարձա Աստծո հոգում։ Ես զգացի ինչ է ուզում իմ Տերը ինձ ասի, երբ որ նա ինձ կանչում է։ Ես Աստծո մեջ բարձրացա։ Այնտեղ որտեղ այսօր ես այստեղ եմ, ինձ Հիսուսն ասել այստեղ լինել։ Ես նրանով եմ այսօր այստեղ։ Ամեն, եւ դա այդ ծոմերն էր, որ տարան հավատքից հավատք, զորությունից զորություն, փառքից փառք, մաքրելով եւ սրբելով։ Ամեն։ Հալելույա։ Մի բան եմ ուզում ասել։ Դանիելը վերկացավ ասեց 21 օրյա ծոմապահության ժամանակ։ Մի կարևոր հայտնություն եմ ուզում քեզ տամ։ Ասաց ախորժելի հաց եւ ախորժելի գինի նշեց երկու բան։ Ախորժելի գինի եւ հաց չկերա։ Գիտեք ինչ էր ուզում Դանիելն ասեր։ Հարցը հացն ու գինին չի։ Դու կարող ես գինի կյանքում չես էլ խմել։ Հարցը ասում էր ինչ է ինձ հաճելի է, դրանից զրկվեցի։ Ինչ պետք է տեսնես, երբ մոտենում ես ծոմին, ինչն է քեզ հաճելի, դրանից ազատվիր։ Որը կերակրում է քո մարմինը, որը զորացնում է քո մարմինը ու տկարացնում քո հոգին։ Կա մարդ, որ հասկանում է ինչ եմ ասում։ Հալելույա։ Ունենք մի բան տեսնելու։ Մատթեոս ավետարանում Հիսուսն ասեց եւ հիմա բարձրանալու ենք մեր ոտքերի վրա։ Մատթեոս ավետարան 9-րդ գլխի 14-ից 15-ում թեկուզ ես րոպեներ առաջ այս մասին խոսացի։ Հիսուսն ասեց. «Ինչու ենք ծոմ վերցնում»։ Այն ժամանակ Հովանասի աշակերտները եկան նրա մոտ եւ ասեցին. «Ինչու ենք մենք եւ փարիսեցիները ծոմ պահում, իսկ դու եւ քո աշակերտները չեք պահում»։ Ինչու՞։ Ինձ հիմա կարևորը ինչ ասաց Հիսուսը։ Քեզ միշտ թող կարևորն էլի Հիսուսն ասաց, այդ տողը լավ կարդա։ Հիսուսն ասաց նրանց. «Միթե կարող են հարսանիքի սենյակի որդիները տխրել, քանի դեռ փեսան նրանց հետ է, բայց կգա այն օրերը, երբ փեսան նրանցից կվերցրվի, եւ ապա այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն»։ Ես ուզում եմ ասեմ, որ Հիսուսը սրանով ուզում էր ասել, որ ծոմապահությունը դառնում է
ավելի խորը փնտրելու միջոց իր բացակայության ժամանակ։ Ուզում եմ որ դու ոտքի կանգնես։ Դու ինչ-որ մի բան վերցրեցի եւ եւս մեկ անգամ թույլ տուր կրկնեմ հետեւյալ նախադասությունը. կուրքերից չես կարող ազատվել հենց այնպես։ Եթե քո սրտում կուրք ես տեսել, գիտեք ինչա նորից եմ կրկնում կուրք, ինչը Աստծուց շատ ես սիրում, դա քո կուրքն է։ Այդ կուրքերից ազատվելուց կամ մի ճանապարհ պայքարով։ Լսեք, երեք ես մեր տանը տարօրինակ միջատ եմ հայտնաբերել։ Դրանք երկու հոգեով էին, կասկած ունեցա երկուսով խեին եկե։ Տենց նույն տեսակի միջատներն էին, ալելույա։ Վերջը, հիմա ոնց եք կարծում, սրանք վատ միջատներ էին, այն տեսակել դիվական տեսք ունեին։ Նկարել եմ, որ ուղղակի եմ քուրիկի, սենց տանը միջատ եմ գտնում, նկարում իրան եմ ղրկում։ Ուզում եմ ասեմ ծանոթացրու ինձ Ամերիկայի միջատների հետ։ Մերոնք ուրիշ են, դրանք ուրիշ են։ Մեր մոտ Հայաստանում այդ միջատից չկա։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Ես նայեցի երկուսին, մեկը խոհանոցում էր, մետլախի վրա։ Մեկը սենյակում, սոց չփխվել։ Նայեցի ասացի, հիմա եթե ես այս մողեսին ասեմ, ես ինչ մողեսի տեսք ունի, ասեմ, այս ինչ ես եկել մտա մեր տունը, գնա ինքը գնալու է։ Ինքը գիտես ինչ անելու։ Ինքը պախկվելու է միտեղ, ձվադրում անեն, որ իրանցից 10 հատը դուրս գա։ Եվ ես ստիպված եղա երկուսին է մի տեղից սատկացնելու։ Աստված նախ թույլ է տալի մտեսնես, ինչ մողես է հայտնվել քո կյանքում, ինչ կրծող միջատ է հայտնվել։ Ու հետո ասում եմ, տենց հանգիստ մի նայ, ես չեմ մաքրելու, դու ես մաքրելու։ Կամ մարդ որ հասկացավ, խփի քո թշնամուն, ով որ խփել է քեզ, ով որ խփել է քո երեխային, ով որ խփել է քո ամուսնուն, ով որ խփել է քո ուրախությանը, ով որ արտասուն կամերում կանոնավոր քո աչքերից, վերցրու ծոմ ասա մաքրիր ինձ Տեր։ Ես թարմացնում եմ իմ ուխտը Աստծո հետ։ Ես նորոգում եմ իմ ուխտը, վաղ առավոտ ամբողջ աշխարհի առաջ դիվական աշխարհի վեր կկենամ, կդնեմ Աստվածաշունչը սեղանիս, կկարդամ, կաղոթեմ եւ կասեմ, ես մտնում եմ ծոմապահության մեջ, Տեր, կամ կարիք ունեմ, կամ հայտնության կարիք ունեմ, կամ խոնարհվելու կարիք, այս բոլորը դու տեսար, սրանցից որի մեջ եւ որի խնդիրը դու ունես, դա արդեն քո որոշելու բանն է։ Իսկ հիմա ուզում եմ անենք հետեւյալը։ Մեզ մոտ հաղորդություն եւ ծոմ եմ այսօր այն եզակի օրերից մեկն է, որը մի քանի ծառայություն իր մեջ ունի, կխնդրեմ կարգուկանոնին սա վերցնել։ Մեզ մոտ հաղորդություն եմ, ունենք սրա հայերեն տարբերակը, հաղորդություն եմ, ինչ ենք անելու, ես մի քիչ առաջ ասացի, մենք մոտենալու ենք վերջից, այս շարքից, շարքը կգա կվերցնի, յուղով կոծվի կգնա, հետո մենք ընդհանուր եւ դուք կլինեք կոծված, բայց ավելի ճիշտ թույլ տուր իմ ծառայությունն ավելի ճիշտ անեմ, ավելի ճիշտ անեմ, օծվելուց առաջ մենք կարիք ունենք աղոթելու յուղի համար, բոլոր երեխաներն այստեղ են, հարկ Տիրոջը, խնդրում եմ միջանցքում, որտեղ որ կան ծառայողներ, երեխաներ, բոլորին ներս հրավիրեք, բոլորը ներս գան։ Ամեն տարի մենք յուղով օծում էինք եկեղեցուն ջրի մկրտության հաջորդ կիրակին, բայց իմ սրտիս մեջ Տիրոջից մի բան ընկավ, սկսեք տարին ճիշտ, ծոմով, յուղի օծմամբ, աղոթքով, եւ ինչպես կկառուցեք, կսկսեք տարին, այնպես այն ճիշտ կկառուցվի։ Գիտեք, ես մի բան եմ ուզում ասեմ, այս 7-օրյա ծոմապահությունը, այս յուղի օծումը, այս կիրակին քո ամբողջ տարվա համար է պատասխանելու, փառք Աստծուն, որ դու այստեղ ես։ Իսկ հիմա ուզում եմ, որ իմ հետ միասին բարձրացնես քո ձեռքերը, աղոթելու ենք, Հայր, ես մի կարճ աղոթքով գալիս եմ քո առջև, Տեր, եւ բերում եմ այս յուղը եւ ասում եմ հետեւյալը. Տեր, սա յուղ է, որը իմ ձեռքում է, եւ նա ընդամենը յուղ է, բայց մենք աղոթում ենք, որ հենց հիմա քո զորությունը լցվի այս անոթի մեջ, Տեր, ու երբ որ դու հպվես այս անոթի յուղին, Տեր, այն կվերածվի օծման յուղի, այն կդառնա յուղ սրբագործված քո նպատակների համար, սրբագործման նպատակների համար կդառնա օծման յուղ, խնդրում ենք, հպվիր այս յուղին,
Սուրբ Հոգի լցրու քո զորությունը այս յուղի մեջ։ Եվ մենք հավատում ենք, որտեղ որ այս յուղը կկսվի, որ հիվանդի վրա, որ կարիքի վրա, որ խնդրի վրա, որ թղթաբանության վրա, որ դոկումենտի վրա, որտեղ այս յուղը կկսվի, որ տան վրա, այնտեղ կլինի ազատություն, բժշկություն, վերականգնում, Աստծո փառքի վերականգնումն ու զորությունը, եւ մենք ամեն փառքը, որ այս յուղի օծումից հետո կստանանք, Տեր, կվերադարձնենք միայն քեզ, Տեր։ Ինչպես ամեն ժամանակներում, այնպես էլ այսօր խոստանում ենք, որտեղ որ այս յուղը կկսվի, Տեր, թող այն փառք բերի քո անվանը, Տեր, թող այդտեղ լինեն ազատագրում, բժշկություն, վերականգնում, Նազովրեցի Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալ ենք այսօրվա համար, շնորհակալ ենք այս պատգամի համար, շնորհակալ ենք, որ Տեր, այս մեկ ժամից ավելը դու քո ժողովրդին կրթեցիր քո խոսքով, Տեր, թե ինչ է այս Աստվածաշնչի ծոմապահությունը, ինչպես պահել, ինչ տեսնեմ, պետք է տեսնեմ, որ մոտենում եմ ծոմին, ինչից պիտի ազատվեմ, որն է իմ խնդրեմը, որ չի թույլ տալիս ես աճեմ, ես մեծանամ, ես Տիրոջ մեջ հասակ առնեմ, որն է իմ խնդրեմը, խնդրում ենք, Տեր, բոլոր նրանք, որ վաղը կկանգնեն, Տեր, ու ծոմ կպահեն, Տեր, խնդրում եմ ամեն մեկի ծոմը, Տեր, հպվես, հարգես, վերցնես, այցելես իրան, այնքան օր որքան կպահի ծոմ, առանց տրտունջի, առանց ինքը իրան խաբելու, որքան որ օրեր ծոմ կպահի, ես խնդրում եմ, այդքանը վերցրու, Տեր, եւ ինչպես Եսային ասում է, թե դու հետո կգաս եւ կասես, այն ծոմը որ պահեցիք ըստ Աստծո խոսքի, ըստ իմ ցանկության, ես էլ ձեզ կասեմ, ահա ես, եւ դա նշանակում է, ես կպատասխանեմ ձեզ, ինչպես պատասխանեցի Դանիելին։ Տեր Հիսուս, թող այս խոսքը հավատքով լուծվի ամեն մեկի մեջ, ով լսեց եւ ով ներկա էր այստեղ մարմնով եւ հոգով, Տեր։ Թող ամեն մեկը, Տեր, այսօր քո օգնությամբ առնի իր մասն ու բաժինը, Տեր։ Ամեն մեկ այսօր ես կարծում եմ, Տեր, որ վերցրել է իր բաժինը, որի միջով դու խոսել ես իր հետ, բժշկիր մեզ բոլորիս, մաքրիր մեզ բոլորիս, մենք գալիս ենք խոնարհվելու քո առաջ, ծոմով եւ աղոթքով քո երեսը փնտրելու, գալիս ենք ամեն բանից առաջ նախ խոնարհվելու, նախ կտրվելու աշխարհային բոլոր զբաղմունքներից, հաճույքներից, բաներ, որոնք մեզ ամեն օր հատուկ հաճույք են պատճառում, դրանք բոլորը զոհի պես դնում ենք ոտերի տակ։ Համացանց, մանր մունր կուրքեր, հազար ու մի բաներ, ուտել, որովայնապաշտություն, որկրամոլություն, ամեն բան թողում ենք ոտքերի տակ, Տեր, եւ գալիս ենք աղոթքով քո առաջ, քո երեսը փնտրելու։ Ծոմապահությունը մի պահ չի, որ Աստծո ձեռքը փնտրենք, գալիս ենք, Տեր, երեսդ փնտրելու։ Լվա մեզ մաքրի, որ երբեք եկեղեցի վերադառնալուց չհիշենք այս բառերը կամ դու չհիշացնես մեզ, այսումից սովորեցիք երկակի կյանք ապրել ու գալ հանգիստ առանց խորը զղջումի ապաշխարության կողք կրտել իմ սրահները, մեծացրում ես, Տեր, բեր մեր մեջ հասունություն, բեր մեր մեջ երկյուղ, այս տարի Արսուհեջ եկեղեցին քո առջև հայտարարել է Հիսուս Քրիստոսի ճանաչողության տարի, դու ես մեր ճանապարհը, դու ես մեր մարշրուտը, դու այն մարշրուտն ես, որը տանելու ես ճիշտ տեղ, իսկ այդ ճիշտ տեղում գտնվելուց մենք կվայելենք մեր կյանքը ամբողջովին։ Փառք լինի քո անվանը այսօր եւ միշտ, Հավիտյանս, Հավիտենից եւ բոլորն ասացին